Բույսի կառուցվածքը արմատը և ընձյուղը բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններ են։ Արմատը առանցքային օրգան է, որը կատարում է հողային սննդառության գործառույթ։ Այն ունի ռադիալ ժառավղային համաչափություն և անորոշ երկարաժամանակ աճում է երկարության շնորհիվ ապիկալ կամ գագաթային մերիստեմի։ Արմատի վրա երբեք չեն առաջանում տերևներ, ինչով տարբերվում է ցողունից, իսկ ապիկալ մերիստեմը տիպիկ դեպքում ծածկված է արմատապատյանով։ Արմատը կատարում է հետևյալ գործառույթները. հողից կլանում է ջուրը և նրանում լուծված հանքային տարրերը, ամրացնում է բույսը հողում, արմատում սինթեզվում են տարբեր օրգանական միացություններ, որոնք տեղափոխում են բույսի այլ օրգաններ։ Արմատներում կարող են պահեստավորվել պաշարանյութեր, արմատները սիմբիոտիկ փոխհարաբերություններ են հաստատում հողում բնակվող սնկերի և մանրէների հետ։ Արմատներում կարող է կատարվել բույսի վեգետատիվ բազմացումը, քանի որ շատ բույսերի արմատների վրա առաջանում են հավելյալ բողբոջներ, որոնցից զարգանում են վերգետնյա ընձյուղները։ Արմատի ապիկալ մերիստեմի նուրբ բջիջները ասես կենդանի մատնոցով ծածկված են արմատապատյանով, միայն հազվագյուտ որոշ ջրային բույսերի կամ մակաբույսերի մոտ այն կարող է բացակայել։ Արմատապատյանը բաղկացած է կենդանի բարակապատ բջիջներից, որոնք մշտապես նորացվում են։ Միաշաքիլավորների մեծամասնության արմատապատյան առաջանում է հատուկ մերիստեմից, կալիպտրոգենից, իսկ մերկասերմերի և երկշաքիլավորների մոտ արմատի գագաթային մերիստեմից։ Արմատապատյանի մակերեսային ծեր բջիջներն աստիճանաբար կլպվում են, իսկ ներսից ապիկալ մերիստեմը գոյացնում են նոր երիտասարդ բջիջներ։ Այդ արտաքին անջատվող բջիջները պոկվում են, դեռևս լինելով կենդանի։ Նրանք առատորեն լորձ են արտադրում, ինչը նվազեցնում է արմատի շփումը հողի կարծր մասնիկների հետ և հեշտացնում նրա առաջխաղացումը։ Արմատապատյանի կենտրոնական առանցքային մասի, այսպես կոչված կոլումելայի բջիջները մեծ թվով օսլայի հատիկներ են պարունակում։ Համարվում է, որ նրանք պայմանավորում են արմատի դրական գեոտրոպիզմը, երբ երկրագնդի ձգողական ուժի ազդեցությամբ արմատներն աճում են ուղղահայաց դեպի նրա կենտրոնը։ Օրգանի առանցքի ուղղության փոփոխման դեպքում օսլայի շարժուն հատիկներն իջնում են ներքև, ճնշում գործադրում ցիտոպլազմայի վրա և ի վերջո առաջ բերում արմատի գեոտրոպիկ թեքում։ Անմիջապես պատյանի տակ գտնվում է բաժանման գոտի, որի բջիջներն ունեն մերիստեմատիկ բնույթ։ Այս գոտու չափերն ընդամենը 1 մմ են կազմում։ Արմատագագաթում բաժանման գոտին ունի դեղնավուն գույն, ինչը պայմանավորված է մերիստեմի բջիջներում խիտ ցիտոպլազմայի առկայությամբ և արտահայտված վակուոլների բացակայությամբ։ Հաջորդը բջիջների երկարաձգման գոտին է։ Այն անգույն է և կարծես թափանցիկ։ Այստեղ բջիջները խիստ մեծանում են, ձգվում են երկայնակի ուղղությամբ։ Բջիջների բաժանումները գրեթե դադարում են, նրանք կլորավունից դառնում են կլանաձև։ Արմատի ծավալը մեծանում է բջիջներում խոշոր վակուոլների առաջացման և ընդհանուր ջրալցման հաշվին։ Աճող արմատը իր առանցքական գագաթով, որը գտնվում է տուրգորի վիճակում, մեծ ուժով հրում է հողի մասնիկները և առաջարժվում։ Երկարաձգման գոտու երկարությունը չի գերազանցում մի քանի միլիմետր։ Այսպիսով արմատի աճի գոտին բաղկացած է գագաթային մերիստեմից և բջիջների երկարաձգման գոտուց։ Բջիջները, որոնք հայտնվում են աճի գոտու վերջնամասում, կտրուկ դադարում են ձգվել և արդեն չեն տեղաշարժվում հողի մասնիկների հանդեպ։ Արմատի այդ հատվածում ռիզոդերմի վրա հայտնվում են բազմաթիվ արմատամազիկներ, որոնք կարծես սերտաճում են հողի մասնիկների հետ։ Դա ներծծման կամ կլանման գոտին է։ Որոշ հեղինակներ նշված գոտին համարում են բջիջների դիֆերենցման գոտի, քանի որ արմատի այդ հատվածում աճը ավարտած բջիջները մասնագիտանում են, ձևավորելով արմատի մշտական հյուսվածքները՝ քսիլեմը և ֆլոեմը։ Այս գոտին կարող է ունենալ մինչև մի քանի սանտիմետր երկարություն, միջինը 2-ից 3 սանտիմետր։ Արմատամազիկների քանակը շատ մեծ է։ Արմատի 1 մմ քառակուսու վրա հայտնաբերվում է միջինը 425 արմատամազիկ։ Արմատամազիկները բազմակի մեծացնում են արմատի կլանող մակերեսը։ Մեկ բույսի արմատամազիկների ընդհանուր երկարությունը հսկայական է, ցորենի մոտ օրինակ այն հասնում է 20 կիլոմետրի։ Փորձերով ապացուցվել է, որ ջրի և հանքային աղերի մեծ մասը կլանվում է հենց այս գոտում։ Արմատամազիկների կյանքի տևողությունը երկար չէ, մինչև 20 օր։ Նրանք մահանում են իրենց առաջացրած ռեզոդերմի բջիջների հետ միասին։ Ավելի հին արմատամազիկները մահանում են ներծծման գոտուց վեր ընկած հատվածում, իսկ նորերն առաջանում են աճման գոտուց վեր։ Արդյունքում ներծծման գոտին անընդհատ տեղաշարժում է արմատի աճին զուգընթաց, և բույսն անհրաժեշտ սնունդ ստանում է հողի նորանոր շերտերից։ Ներծծման գոտուց վեր գտնվում է փոխադրող գոտին։ Այս մասում են հիմնադրվում կողային արմատները։ Այդ պատճառով այս գոտին կոչվում է նաև արմատի ճյուղավորման գոտի։ Արմատի հիշատակված գոտիների միջև չկան խիստ սահմաններ։ Մի գոտին աննկատ փոխարինվում է մյուսով։ Բույսը սովորաբար ունի բազմաթիվ և խիստ ճյուղավորված արմատներ։ Մեկ բույսի բոլոր արմատների ամբողջությունը կոչվում է արմատային համակարգ։ Ըստ ծագման տարբերակում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներ։ Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից։ Կողային արմատներն առաջանում են արմատի վրա գլխավոր, կողային և հավելյալ, որոնք տվյալ կողային արմատի համար մայրական են հանդիսանում։ Նրանք առաջանում են արմատագագաթից որոշ հեռավորության վրա, ներծծման գոտուց վեր զարգանում են ակրոպետրալ ուղղությամբ, այսինքն հիմքից դեպի գագաթ, գրավում են գրեթե հորիզոնական դիրք, լայնային
լայնակի գեոտրոպիզմ։ Կողային արմատի հիմնադրումը սկսվում է պերիցիկլի բջիջների կիսումից, ինչի հետևանքով առաջանում է մերիստեմատիկ թմբիկ։ Արմատի սկզբնակը քիչ-քիչ աճում է, ուղի է հարթում մայր արմատի առաջնային կեղևով և դուրս է ելնում։ Այսպիսով կողային արմատներն առաջանում են էնդոգեն ձևով։ Հավելյալ արմատների սկիզբն են առնում բույսի տարբեր օրգաններից՝ ցողունից, տերևից, բազմամյա ծեր արմատներից, որոնք ունեն երկրորդային հյուսվածքների նշանակալից զանգված։ Հավելյալ նորմատները ևս առաջանում են էնդոգեն ձևով պերիցիկլում, կամբիումում և անգամ ֆելոգենում։ Հավելյալ արմատները հիմնադրվում են արմատային համակարգերում տեղի ունեցող բնական նորագոյացումների գործընթացում կամ տարբեր վնասվածքներից հետո, որոնք առաջ են բերում ռեգեներացիա։ Բարձրակարգ սպորավորների մոտ գետնամուշկների, ձիաձետների, պտերների ի սկզբանե առաջանում են միայն հավելյալ արմատներ, իսկ գլխավոր արմատը ընդհանրապես չի ձևավորվում, քանի որ գլխավոր արմատի առաջացումը կապված է էվոլյուցիայի ավելի ուշ փուլում սերմի առաջացման հետ։ Էվոլյուցիոն առումով սա արմատային համակարգի պարզագույն տարբերակն է, երբ ողջ արմատային համակարգն ի սկզբանե կազմված է միայն ցողունից առաջացող հավելյալ արմատներից։ Այս երևույթը կոչվում է առաջնային հոմոռիզիա։ Էվոլյուցիայի ընթացքում սերմի և նրանում պարփակված սաղմի և սաղմնային արմատիկի առաջացման հետ առաջ է գալիս գլխավոր արմատի համակարգը, որի հետ մեկտեղ պահպանվում է նաև հավելյալ արմատների համակարգը։ Այս տարբերակը հայտնի է որպես ալոռիզիա։ Երրորդ դեպքում երիտասարդ ծիլի գլխավոր արմատը վաղ փուլում մահանում է կամ ընդհանրապես չի զարգանում, և ողջ արմատային համակարգը կազմված է լինում միայն հավելյալ արմատներից։ Բացի միաշաքիլավորներից, այդպիսին է նաև երկշաքիլավորների այն ներկայացուցիչները, որոնց բնորոշ է առավելապես վեգետատիվ բազմացումը։ Նկարագրվածը երկրորդային հոմոռիզիան է։ Շատ տարածված է արմատային համակարգերի դասակարգման առանցքային փնջաձև և խառը տիպերի, որի հիմքում ընկած է ձևաբանական մոտեցումը։ Առանցքային է համարվում այն արմատային համակարգը, որում գլխավոր արմատը լավ զարգացած է և առանձնանում է մյուս արմատների շարքում։ Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը կամ բոլորովին բացակայում է, մահանալով բույսի զարգացման վաղ փուլերում, կամ թերզարգացած է և նկատելի չի բազմաթիվ հավելյալ և կողային արմատների փնջում։ Արմատային համակարգը կոչվում է խառը, եթե առկա են և գլխավոր արմատը, և լավ զարգացած հավելյալ արմատները։ Ըստ ձևի արմատները չափազանց բազմազան են և երբեմն նրանց դժվար է անգամ նկարագրել։ Հիմնականում լինում են հետևյալ ձևերի՝ թելանման, թոկանման, կոնաձև, իլիկաձև, շաղկամաձև, պալարանման և այլն։ Կախված այն պայմաններից, որոնցում արմատներն են ձևավորվում, զարգանում և բնակվում են, արմատները շատ տարբեր են լինում։ Կախված սուբստրատի տիպից լինում են ստորգետնյա, ջրային կամ լողացող, օդային արմատներ և հաուստորյաներ։ Ստորգետնյա արմատներն ամբողջովին կամ մասամբ գտնվում են գրունտում։ Բարձրակարգ բույսերի 70%-ն ունի հենց այդպիսի արմատներ, ընդ որում չոր հողերում ապրող բույսերն ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Ջրային արմատները միշտ գտնվում են ջրի շերտում և չեն հասնում ջրավազանի հատակին։ Ջրային միջավայրում ապրող բույսերի արմատային համակարգը ավելի թույլ է զարգացած, բացակայում են արմատամազիկները, քանի որ ջուրը կարող է ներթափանցել նաև այլ օրգաններով, օրինակ տերևներով։ Փոխարենը լավ զարգացած է միջբջջային տարածությունների համակարգը։ Հայտնի են նաև ջրում բնակվող բազմաթիվ բույսեր, որոնք արմատակալում են գրունտում։ Սրանց արմատակալելու համար անհրաժեշտ է 5-ից 10 սանտիմետրանոց գրունտի շերտ։ Նրանց արմատային համակարգը թույլ է զարգացած, ինչպես ճահճային բույսերինը։ Օդային արմատներին գտնվում են օդային միջավայրում, մթնոլորտում և երբեք չեն հասնում հողին։ Այդպիսի արմատները բնորոշ են էպիֆիտ բույսերին և արևադարձային խոնավ անտառների այլ բնակիչներին։ Օդային արմատներին բնորոշ է վելամենի զարգացումը։ Հաուստորյաները կամ ծծիչ արմատները բնորոշ են մակաբույծ բույսերին, օրինակ գաղձին, ճագոմին և այլն։ Կրճատվող կամ կոնտրակտիլ կամ ներձգող արմատները հանդիպում են ծայրահեղ պայմաններում։ Շոգ և չոր կլիմայում կամ ցրտաշունչ ձմեռներում բնակվող բույսերի մոտ։ Այս տիպի արմատներն առավել բնորոշ են երկշաքիլավոր բազմամյա խոտաբույսերին, օրինակ երեքնուկին, հնդկացորենին, արվրիտին, գազարին, շաքարաճակնդեղին, ժենշենին և այլն։ Կրճատվող արմատներն ունակ են կարճանալ հիմքի հատվածում և հողի խորքը քաշել հիպոկոտիլը, ենթաշաքիլային ծունկը և այն ստորգետնյա ընձյուղները, պալարներ, սոխուկներ, կոճղարմատներ, որոնցից նրանք ելնում են։ Կրճատման չափը հասնում է մի քանի միլիմետրից 15-ից 20 սանտիմետրի, օգնելով այդ ընձյուղներին գտնել կենսագործունեության համար առավել նպաստավոր խորությունը։ Այս արմատներին բնորոշ է բարձր պարենքի մածումը և հյուսվածքների թույլ փայտացումը։ Արտաքինից կրճատվող արմատներն ունեն բազմաթիվ լայնակի օղակավոր կնճիռներ։ Չորային պայմաններում բնակվող շատ բույսերի մոտ առաջանում են էֆեմեր արմատներ։ Դրանք թելանման կողային կամ հավելյալ արմատներն են, որոնց կյանքը շատ կարճ է։ Էֆեմեր արմատները ջուր են հայթայթում պարբերաբար տեղացող սակավ անձրևներից, որոնք խոնավեցնում են միայն գրունտի վերին շերտը։ Հաջորդ իսկ չոր շրջանում էֆեմեր արմատները մահանում են։ Արմատի ներքին կառուցվածքը դիտարկենք ներծծման գոտու լայնակի կտրվածքի վրա։ Արտաքին շերտը բաղկացած է ներծծող հյուսվածքի, ռիզոդերմի կամ էպիբլեմի կենդանի բջիջներից։
Այս բջիջները կիփարում են միմյանց և նրանց մի մասը գոյացնում են ելուստներ, արմատամազիկներ, ռիզոդերմի տակ գտնվում է արմատի առաջնային կեղևը, որը բաղկացած է մի քանի շերտերից։ Առաջնային կեղևի արտաքին հյուսվածքի էկզոդերմի բջիջները կիփարում են միմյանց և առաջացնում են մեկ կամ մի քանի շերտեր։ Էկզոդերմից ներս գտնվում է հիմնական պարենքիմի մի քանի շերտերը։ Այս բջիջները խոշոր են, ունեն բարակ բջջապատեր, բջիջների միջև լավ արտահայտված են միջբջջային տարածությունները, որոնք լցված են օդով։ Հատկապես մեծ է միջբջջային տարածությունները գերխոնավ հողերում աճող բույսերի մոտ, որտեղ կա թթվածնի անբավարարություն։ Վերջին հանգամանքը նպաստում է արմատների մոթատար հյուսվածքի այրենքիմի զարգացմանը։ Արմատի կեղևի պարենքիմային բջիջներում սինթեզվում են կարևոր կենսական օրգանական միացություններ, պահեստավորվում են պաշարային նյութեր։ Պարենքիմային բջիջներով շառավղային ուղղությամբ դեպի կենտրոնական գլանի փոխադրող հյուսվածքներին տեղաշարժվում են ներծծված ջուրը և նրանում լուծված հանքային աղերը։ Արմատի կեղևի ներքին շերտը կոչվում է էնդոդերմ, նրա բջիջները կիփարում են միմյանց և ունեն յուրահատուկ բջջաթաղանթներ։ Այս բջիջների ռադիալ պատերը, ինչպես նաև լայնեկի վերևի և ներքևի պատերը ենթարկվում են քիմիական ձևափոխությունների, ընդ որում թաղանթը փոփոխվում է ոչ թե իր ողջ մակերեսով, այլ խցանային, հաճախ նաև փայտացման ենթարկված բարակ շերտով, որը կոչվում է կասպարի գոտի։ Չհաստացած է մնում էնդոդերմի այն բջջապատերը, որոնք ուղղված են արմատի մակերեսի կողմը։ Կասպարի գոտին անթափանց է ջրի և գազերի համար։ Ենթադրում են, որ այն յուրօրինակ պատնեշն է, օրը մասամբ կասեցնում է լուծույթների տեղաշարժը բջջապատերի միջով և նրանք անցնում են ցիտոպլազմայի միջով, որն ունի ընտրողական թափանցելիություն։ Միաշաքելավոր բույսերի արմատներում էնդոդերմի բջիջները ենթարկվում են ավելի խորը փոփոխությունների։ Նրանց ռադիալ և դեպի կենտրոնական գլան ուղղված պատերի վրա կուտակվում է սուբերին, իսկ հետագայում նաև լիգնին, տեղի է ունենում ողջ բջջաթաղանթի խցանացում և փայտացում։ Սակայն էնդոդերմի որոշ բջիջներ չեն կրում նկարագրված փոփոխությունները։ Նրանք գտնվում են կենտրոնական գլանի ջուր փոխադրող տարրերի դեմ դիմաց և կոչվում են անցկացնող բջիջներ, ապահովելով կապը կեղևի պարենքիմի և կենտրոնական գլանի հյուսվածքների միջև։ Արմատի առաջնային կեղևը շրջապատում է կենտրոնական գլանը, որը կազմված է փոխադրող հյուսվածքներով։ Կենտրոնական գլանի ամենաարտաքին մեկ կամ երկու բջջաշերտերը, որոնք հարում են էնդոդերմին, կոչվում են պերիցիկլ։ Նրա բջիջներն ավելի խոշոր են, շառավղային ուղղությամբ քիչ ձգված, ունեն բարակ ցելյուլոզային թաղանթներ։ Այդ շերտում է տեղի ունենում կողային արմատների հիմնադրումը, էնդոգեն ծագումը։ Պերիցիկլից դեպի ներս պարենքիմային հյուսվածքն է, որի մեջ ընկղմված են փոխադրող հյուսվածքի անոթային խրձերը։ Վերջիններն ունեն շառավղային դիրք։ Քսիլյամը կազմում է ճառագայթներ, երկշաքելավորների մոտ դրանց թիվը սովորաբար 3-ից 4 կամ 5-ն է, որում անոթները զարգանում են ծայրամասից դեպի կենտրոն, այսինքն կենտրոնաձիգ ուղղությամբ։ Երբեմն քսիլիումի տարրերը կենտրոնին չեն հասնում և այն լցված է պարենքիմային բջիջներով։ Արտաքին անոթներն առաջանում են ավելի վաղ, քան կենտրոնականները և սովորաբար կրում են օղակավոր կամ պարուրավոր հաստացումներ։ Ավելի խոշոր ներքին անոթները կետավոր են։ Քսիլիումի ճառագայթների միջև նրանց արտաքին դեպի առաջնային կեղև ուղղված մասում գտնվում են ֆլոեմի տարրերը, որոնք բաղկացած են մաղանման խողովակներից և լուբային պարենքիմից։ Նկարագրված կառուցվածքը կոչվում է առաջնային, քանի որ հիմնական հյուսվածքների բջիջները դիֆերենցվել են արմատի առաջնային գագաթային մերիստեմից։ Միաշաքելավոր բույսերի արմատի առաջնային կառուցվածքը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։ Արմատի աճին և զարգացմանը զուգընթաց էնդոդերմի և պերիցիկլի բջիջները փայտանում են։ Միաշաքելավոր բույսերի արմատներն ունակ չեն հաստացման, քանի որ նրանց անոթային խրձերը փակ տիպի են, խրձերում կամբիում չի առաջանում։ Երկշաքելավոր բույսերի, ինչպես նաև փշատերևների արմատները հաստանում են։ Նրանց շառավղային խրձում ֆլոեմի և քսիլիումի միջև գտնվող պարենքիմային բջիջները կիսվում են և սկիզբ են տալիս միջխրձային կամբիումին, երկրորդային գոյացնող հյուսվածքին։ Լայնակի կտրվածքի վրա կամբիումի բջիջներն իրենց հիմնադրման սկզբնական շրջանում առաջացնում են աղեղնաձև կամբիումը, ընդ որում իրենց ուռուցիկ մասով կամբիումի աղեղիկներն ուղղված են դեպի կենտրոն, իսկ ծայրերով պերիցիկլի կողմը։ Երկու արևան աղեղների միջև պերիցիկլի բջիջները կիսվում են և դեպի ներս ներդնում են բջիջներ, որոնք միացվում են կամբիումի աղեղիկների հետ։ Արդյունքում առաջանում է կամբիումի անկանոն օղակ հիշեցնող ամբողջական շերտ։ Նրա բջիջները բաժանվում են արմատի մակերեսին զուգահեռ կիսումներով։ Իր հետագա գործունեությամբ կամբիումը առաջացնում է երկրորդային քսիլեմ և ֆլոեմ։ Պերիցիկլային կամբիումը հիմնադրվում է բջիջներ, որոնք դիֆերենցվում են միջուկային ճառագայթների, պարենքիմային բջիջները, շառավղային պարենքիմային ճառագայթները, քսիլեմի և ֆլոեմի զանգվածում շառավղային ուղղությամբ դասավորված պարենքիմային հյուսվածքի շերտեր են։ Սրանք հեշտացնում են արմատի արտաքին և ներքին գոտիների միջև նյութերի և գազերի փոխանակությունը։ Շառավղային ճառագայթների բջիջները հարուստ են պաշարային ածխաջրերով։ Իր հիմնադրման սկզբնական շրջանում կամբիումի ամբողջական օղակն ունի ոլորապտույտ գալարուն եզրագիծ։ Կամբիումի աշխատանքի սկզբում ավելի ինտենսիվ են կիսվում աղեղների մեջտեղի հատվածում գտնվող բջիջները։ Այդ մասում դեպի կենտրոն երկրորդային քսիլեմի ուղղությամբ ավելի շատ բջիջներ են ներդրվում, քան կամբիումի այն մասում, որը սկիզբ է տալիս միջուկային ճառագայթներին։
Կամբիումի այդպիսի գործունեության արդյունքում լայնակի կտրվածքի վրա գալարուն եզրագիծ ունեցող մերիստեմատիկ շերտն աստիճանաբար ընդունում է շրջանագծի տեսք, հավասար հարթ եզրով։ Երկրորդային քսիլեմի տարեգոյանում են ավելի արագ տեմպերով և առաջնային ֆլոեմի հատվածները մղվում են դեպի ծայրամաս, ինչը ևս նպաստում է կամբիումի ուղղակի հավասար և հարթ եզրագծի ձևավորմանը։ Փայտանալու հատկություն ունեցող բույսերի մոտ հետագայում գոյանում են քսիլեմի և ֆլոեմի ամբողջական օղակներ և արմատի կառուցվածքը նմանվում է ցողունի ներքին կառուցվածքին, սակայն արմատի կենտրոնական մասում միշտ պահպանվում է առաջնային քսիլեմի մնացորդները շարավղային խրձի խաչանման ճառագայթների ձևով։ Իմանալով սա, մանրադիտակով հետազոտելիս հեշտ է տարբերակել արմատը ցողունից։ Առաջնային ֆլոեմը մղվում է երկրորդային ֆլոեմի արտաքին ծայրամասային հատվածը և փոքր ծավալի հետևանքով հասուն արմատում չի տարբերակվում։ Կամբիումի գործունեության շնորհիվ կենտրոնական գլանի տրամագիծը աճում է, նրա շրջապատող կեղևի բջիջները ձգվում են սեղմովում։ Կախված կենտրոնական գլանի աճի ինտենսիվությունից արմատի կեղևը որոշ ժամանակ պահպանվում է։ Երբ արմատի տրամագիծը արդեն բավականին լայնանում է, կեղևը ճաքում է և քիչ-քիչ կլպվում է։ Այդ ժամանակ պերիցիկլի բջիջները կիսվում են և սկիզբ են տալիս երկրորդային մերիստեմ ֆելոգենին կամ խցանային կամբիումին։ Ֆելոգենի սկիզբ առած ածանցյալ բջիջներից, որոնք ներդրվում են դեպի դուրս, դիֆերենցվում է ծածկող հյուսված խցանը։ Դրա բջիջները սերտ կպած են իրար և ունեն սուբերինացված խցանային թաղանթներ։ Կապված գոյության պայմանների հետ արմատները ենթարկվում են ձևափոխությունների, որպես կանոն այս դեպքում նրանք կրում են լրացուցիչ գործառույթներ։ Օդային արմատներ ունեն արևադարձային գոտում բնակվող լիանաները և էպիֆիտային բույսերը։ Էպիֆիտներն ապրում են այլ բույսերի հաստ բների, ճյուղերի կամ տերևների վրա։ Օդային արմատները կարող են ներծծել ջրի գոլորշիները շնորհիվ իրենց հատուկ ներծծող հյուսվածքի վելամենի։ Որոշ խոլորձների այս արմատները կանաչում են, տափակում և կատարում են ֆոտոսինթեզ։ Ֆոտոսինթեզ կատարող արմատները կոչվում են ասիմիլյացիոն, նրանք շատ հազվադեպ են հանդիպում։ Բացի խոլորձներից բնորոշ են օրինակ ջրային ընկույզին։ Վերջինիս մոտ, բացի սովորական արմատներից, զարգանում են նաև բարակ շերտերի բաժանված կանաչ արմատներ, որոնք ասիմիլյացիա են կատարում։ Շնչառական արմատները կամ պնևմատոֆորները զարգանում են ստորգետնյա արմատներից կամ կոճղարմատներից և աճում են ուղղահայաց դեպի վեր, ցուցաբերելով բացասական գեոտրոպիզմ։ Այդպիսի արմատներ ունեն ճահճոտ դեղմային հողերում կամ մանգրային մացառուտների գոտում աճող բույսերը։ Մանգրային բուսականությունը զարգանում է արևադարձային ծովերի սազրադիր ափերի, մակընթացության և տեղատվության գոտում։ Շնչառական արմատների գագաթներում առաջանում է փուխր դասավորված բջիջների կուտակումներ, իսկ արմատներում զարգանում է այրենքիմը։ Քայլող հենարանային արմատնական ոտնացուպային ունեն որոշ արևադարձային բույսերը, դրանք հավելյալ արմատներ են, սկիզբ են առնում բնից, առաջացնում են լրացուցիչ արմատների մի ամբողջ համակարգ, որը հենարան է հանդիսանում հզոր սաղարթի համար։ Սյունանման հենարանային արմատները բնորոշ են բենգալյան ֆիկուսին, որն ունի ահռելի սաղարթ։ Սյունանման արմատները զարգանում են գետնից շատ բարձր օդային միջավայրում, սրանք կախվում են ուղղահայաց թոքերի նման և հասնելով գրունտին ճյուղավորումներ են հողում։ Բարձր հզոր ցողուն ունեցող եգիպտացորենի ներքևի հանգույցներից ելնում են հավելյալ հենարանային արմատներ, որոնք լրացուցիչ կայունություն են հաղորդում բույսին։ Տախտականման արմատներ ունեն տարատեսակ ֆիկուսները և այլ արևադարձային ծառերը։ Այս արմատներն ունեն 1-ից 3 մետր բարձրություն, տախտակների նման դուրս են գալիս ծառաբնից և պահելով սաղարթը կատարում են հենարանի դեր։ Որոշ մագլցող բույսերի հավելյալ արմատները ձևափոխվում են հատուկ կառչող արմատների, որոնք թույլ են տալիս բույսին կառչել հենարանից և բարձրանալ վեր դեպի լույսի աղբյուրը։ Կառչող արմատներ ունեն վանիլը և բաղեղը։ Բոլոր նկարագրված արմատները լրիվ կամ մասամբ զարգանում են օդային միջավայրում։ Արմատներին բնորոշ է պաշարնյութերի կուտակումը։ Այս գործառույթը կարող է այնքան ուժեղանալ, որ արմատները ձևափոխվեն և դառնան շաղկամաձև, իլիկանման, կլոր և այլն։ Եթե սննդանյութերը պաստավորվում են գլխավոր արմատում, ապա արմատի ձևափոխությունը կոչվում է արմատապտուղ։ Վերջիններիս մոտ հաստանում է ոչ միայն արմատը, այլև ցողունի ստորին հատվածը և ենթաշաքիլային ծունկը։ Բուն արմատն այստեղ ներկայացված է արմատապտղի ներքևի հատվածով, որտեղից ելնում են կողային արմատները։ Սննդանյութերը կարող են կուտակվել ֆլոեմում, ինչպես գազալի մոտ։ Նրա կենտրոնական մասը, որն ունի ավելի բաց գույն, պարունակում է թույլ զարգացած քսիլեմ։ Բողոքի մոտ հաստացումը կատարվում է երկրորդային քսիլեմի հաշվին։ Ճակնդեղի արմատի գերաճը կատարվում է պերիցիկլում նոր խրձերի հիմնադրման շնորհիվ, ընդ որում այս դեպքում առաջանում են կամբիումի մի քանի շերտեր, որոնք լայնակի կտրվածքում երևում են որպես օղակներ։ Սննդանյութերը կարող են կուտակվել նաև կողային կամ հավելյալ արմատներում, ինչի հետևանքով նրանց վրա գոյանում է հաստացումներ, որոնք կոչվում են արմատապալարներ։ Նրանք բնորոշ են թզարմատներին, տափաստանային ասպիրակին, հունգարական տափոլոռին, թիթեռնակախոլորձին, գեորգինային և այլն։ Արմատապալարների գագաթների մասում զարգանում են հավելյալ բողբոջներ, որոնցից հետագայում առաջանում են վերգետնյա անձյուղները։
Արմատի կենսագործունեության շնորհիվ նրա շուրջը մերձարմատային շրջանում գոյանում են միկրոօրգանիզմներ եւ սնկերով հարուստ գոտի, որը կոչվում է ռիզոսֆերա։ Բանն այն է, որ արմատները ոչ միայն կլանում են սննդանյութեր, այլև արտադրում են հողի մեջ որոշակի օրգանական նյութեր։ Մերձարմատային գոտին հարուստ է նաեւ մահացած հյուսվածքներով, անջատվում եւ պոկվում են ռեզոդերմի արմատապատյանի բջիջները։ Հասուն արմատներում մահանում է կեղևը։ Մահացող հյուսվածքները նպաստում են, որ մանրէները զանգվածաբար բնակվեն մերձարմատային գոտում, որտեղ նրանց քանակը հազարավոր անգամներ շատ է, քան հողում։ Արմատից քիչ հեռու գտնվող հատվածում ռիզոսֆերայի մանրէներն ապահովում են օրգանական նյութերի հանքայնացումը եւ բարձրակարգ բույսերի համար դժվար մաչելի սննդանյութերի փոխակերպումը մաչելի հեշտ յուրացվող ձևերի։ Պալարաբակտերիաները ներթափանցում են արմատի մեջ, ապրում եւ բազմանում են նրա հյուսվածքներում։ Արդյունքում արմատների վրա գոյանում են ելուստներ, որոնք նման են պալարիկների։ Բարձրակարգ բույսերն իրենց բնականոն կենսագործունեության համար պետք է ստանան ազոտ։ Բույսը հողից ազոտը ստանում է կապված ձևով՝ նիտրատի եւ նիտրիտի անյոթների եւ ամոնիումի կատիոնի ձևով։ Ազոտ ֆիքսող բակտերիաները, որոնք թափանցում են արմատի բջիջների մեջ, ունակ են յուրացնել օդի մոլեկուլային ազոտը եւ այն փոխակերպել բույսերի համար մաչելի ազոտային միացությունների։ Այդ կապված ազոտը բավարար է ոչ միայն բակտերիաների, այլև բույսի համար։ Բացի դրանից, պալարաբակտերիաները սինթեզում են ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, որոնք ունեն բարենպաստ ազդեցություն բարձրակարգ բույսերի վրա։ Իրենց հերթին բակտերիաներն օգտագործում են կանաչ բույսի սինթեզված ածխաջրերը։ Այսպիսի երկկողմանի փոխշահավետ համակեցությունը բույսի եւ մանրէների միջեւ բնորոշ է թիթեռնակա ծաղկավորների ընտանիքի ներկայացուցիչներին։ Որոշ բարձրակարգ բույսերի արմատների վրա գոյանում են գնդապալարիկներ, որոնք ակտինոմիցետների գործունեության արդյունք են։ Վերջիններս միկրոսկոպիկ օրգանիզմները, որոնք միավորում են սնկերի եւ բակտերիաների հատկությունները։ Բնության մեջ տարածված է բարձրակարգ բույսերի արմատների սիմբիոզը սնկերի հետ, որը կոչվում է միկոռիզ։ Սնկերի թալամը կազմված է հիֆերից, սնկաթելերից։ Հիֆերը փաթաթվում են երիտասարդ կողային եւ ավելյալ արմատների վրա եւ մասամբ ներթափանցում են նրանց մեջ, տեղավորվելով բջիջների արանքում։ Սա արտաքին միկոռիզն է։ Հնարավոր է նաեւ, որ հիֆերը մտնեն արմատաբջիջների մեջ, ներքին միկոռիզ։ Սովորաբար սնկահիֆերը խիտ ծածկույթով պատում են արմատները, իրենց վրա վերցնելով արմատամազիկների գործառույթները եւ ապահովում են ջրի եւ անօրգանական միացությունների մուտքը կանաչ բույս։ Բացի դրանից, սնկերն ապահովում են հողում գտնվող բուսական մնացորդների քայքայումը։ Հիֆերը սինթեզում են B խմբի վիտամիններ, որոնք խթանում են արմատների աճը, արտադրում են ֆերմենտներ, որոնք հիդրոլիզում են արմատներում գտնվող պահեստային սննդանյութերը, դրանք դարձնելով մաչելի բույսի համար։ Եթե սունկը ունի մթնոլորտից ազոտ ֆիքսելու ունակություն, ապա այն ապահովում է կանաչ բույսին ազոտով։ Իր հերթին սունկը օգտագործում է բույսի սինթեզված ածխաջրերը։ Միկոռիզի դեպքում սունկը կարող է համակեցության մեջ մտնել կամ բարձրակարգ բույսերի տարբեր տեսակների հետ, կամ միայն որոշակի բուսատեսակների արմատների հետ։ Դիտարկենք ընձյուղի կառուցվածքը։ Ընձյուղը բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգան է, որը կազմված է առանցքից, ցողունից եւ նրանից դուրս ելնող տերևներից եւ բողբոջներից։ Վեգետատիվ ընձյուղները կատարում են օդային սննդառության գործառույթ։ Ռեպրոդուկտիվ ընձյուղը կրում է նաեւ բազմացման օրգաններ՝ սպորանգյուններ, ստրոբիլներ, ծաղիկներ։ Վեգետատիվ ընձյուղում ոչ ցողունն առանձին տերևների, ոչ էլ տերևներն առանց ցողունի առաջանալ չեն կարող։ Բացի դրանից, ընձյուղի պարտադիր մաս են հանդիսանում բողբոջները, նոր ընձյուղների սաղմերը կամ սկզբնակներ, որոնք ապահովում են ընձյուղի երկարատև աճը եւ ճյուղավորումը, այսինքն ընձյուղների համակարգի առաջացումը։ Ընձյուղի գլխավոր գործառույթը ֆոտոսինթեզը իրականացնում են տերևները, իսկ ցողունն առավելապես հենարանային օրգան է, որը կատարում է մեխանիկական փոխադրող պահեստող գործառույթներ։ Ընձյուղի գլխավոր առանձնահատկությունը, որով այն տարբերվում է արմատից, տերևների առկայությունն է։ Ցողունի այն հատվածը, որը կապված է կողային օրգանների ծագման հետ, կոչվում է հանգույց։ Երկու հարևան հանգույցների միջև ընկած է միջհանգույցը։ Որոշ բույսերի հանգույցները լավ են արտահայտված հաստացումների ձևով։ Եթե տերևը կամ տերևներն ամբողջովին շրջապատում են ցողունն իրենց հիմքերով, ապա հանգույցը կոչվում է փակ, իսկ եթե ոչ, ապա բաց։ Սովորաբար ընձյուղը կրում է մեծ թվով մետամերներ, հանգույցներ եւ միջհանգույցներ, որոնք կրկվում են առանցքի երկայնքով։ Բույսի առաջին ընձյուղը նրա գլխավոր ընձյուղն է կամ առաջին կարգի ընձյուղը։ Այն առաջանում է սերմի սաղմնային ընձյուղից, որն իր հերթին բաղկացած է հիպոկոտիլից, ենթաշաքիլային ծնկից, շաքիլներից եւ սաղմնային բողբոջիկից։ Սաղմնային բողբոջիկից հետագայում ձևավորվում է գլխավոր ընձյուղի բոլոր հաջորդ մետամերները։ Իր դիրքով այդ բողբոջը գագաթային է, քանի դեռ այն պահպանվում է, ընձյուղն ունակ է աճել երկարությամբ եւ առաջացնել նոր մետամերներ։ Գագաթային բողբոջից բացի ընձյուղի վրա առաջանում են կողային բողբոջներ։ Սերմնավոր բույսերի մոտ նրանք գտնում են տերևանութներում, տերևածոցերում, այդ պատճառով կոչվում են նաև տերևանութային բողբոջներ։ Տերևանութը կամ տերևածոցը իրենից ներկայացնում է տերևի եւ նրանից վեր ընկած ցողունի հատվածի միջև անկյունը։ Տերևները, որոնց տերևածոցերում առաջանում են կողային բողբոջները, ծածկում եւ պաշտպանում են այդ բողբոջները։ Այսպիսով ընձյուղի յուրաքանչյուր մետամեր բաղկացած է տերևը կրող հանգույցից, կողային բողբոջից եւ հանգույցի տակ գտնվող միջհանգույցից։ Տերևածոցային բողբոջներից ձևավորվում են կողային ընձյուղները եւ տեղի է ունենում ճյուղավորում, որի հաշվին մեծանում է
Բույսի շփման մակերեսը օդային միջավայրի հետ։ Ընձյուղների համակարգը բաղկացած է գլխավոր ընձյուղից, առաջին կարգի ընձյուղ է կոչվում, երկրորդ կարգի ընձյուղներից, երրորդ և այլ կարգերի ընձյուղների ամբողջությունից։ Ցանկացած կարգի ընձյուղ աճում է գագաթով, քանի դեռ պահպանվում է նրա աճման կոնը, որը պարփակված է այդ ընձյուղի գագաթային բողբոջում։ Այսպիսով, ցանկացած կարգի ընձյուղ ունի իր գագաթային բողբոջը։ Ցողուն ընձյուղի առանցքային մասն է, որը կատարում է մի շարք գործառույթներ։ Այն հանդիսանում է բույսի հենարանի և ապահովում է ֆոտոսինթեզ կատարող օրգանների առավել բարենպաստ դիրքը լույսի աղբյուրի նկատմամբ։ Ցողունի միջոցով է ապահովում կապը օդային և հողային սննդառություն կատարող օրգանների տերևի և արմատի միջև։ Ցողունը հանդիսանում է պաշարային նյութերի պահոց։ Որոշ ցողունների խիստ արտահայտված արմատակալման ունակությունը կարևոր նշանակություն ունի վեգետատիվ բազմացման համար։ Բացի դրանից, ցողունի միջհանգուցյալային մասում կամ տերևների վրա կարող են առաջանալ հավելյալ բողբոջներ, ևս նպաստելով վեգետատիվ բազմացմանը։ Երիտասարդ ցողուններին էպիդերմի տակ կրում են քլորենքիմ և ակտիվորեն մասնակցում են ֆոտոսինթեզին։ Ցողունն ապահովում է բուսական օրգանիզմի ամբողջականությունը։ Տարբերում են բողբոջների և տերևների հերթադիր դասավորություն, երբ յուրաքանչյուր հանգույցից ելնում է մեկ տերև, հակադիր յուրաքանչյուր հանգույցից ելնում են երկու տերև, և օղակադիր տերևադասավորություն, երբ յուրաքանչյուր հանգույցից դուրս են գալիս 3 և ավելի տերևներ։ Լայնակի կտրվածքում ցողունը կարող է լինել շրջանաձև, եռանիստ, քառանիստ, բազմանիստ և այլ ձևի։ Ցողունը կարող է լինել տափակացած։ Ցողունը հաճախ կրում է ծածկող կամ գեղձային մազիկներ։ Կախված միջհանգույցի աճի արագությունից ցողունը կարող է լինել կարճացած և երկարացած։ Օրինակ, որոշ էպիֆիտային խոլորձների ցողուն ունի ընդամենը 2 մմ երկարություն, իսկ ահա նիվենու բունը ունի 155 մետր բարձրություն, 300 մետրի է հասնում որոշ լիանաների ցողուն։ Օրական աճի մեծ ցուցանիշով 50-ից 90 սմ աչքի է ընկնում հնդկեղեգի բամբուկի ցողունը։ Ցողունի հաստությունը ևս խիստ փոփոխական է։ Աֆրիկական բաոբաբը ունի 10 մետր տրամագծով հաստ բուն, մամոնտածառը կամ հսկա սեկվոյան 11-ից 15 մետր։ Ցողունը կարող է ունենալ խոտային խոտաբույսերի մոտ կամ բնափայտային բազմամյա խոտերի, թփերի, ծառերի մոտ։ Տարբեր է նաև ցողունների կյանքի տևողությունը։ Էֆեմեր բույսերն ապրում են ընդամենը 2-ից 3 շաբաթ, իսկ որոշ բազմամյա ծառերը հազարավոր տարիներ։ Օրինակ, կենին ապրում է 3000 տարի, որոշ կաղնիներ 2000 տարի, իսկ մամոնտածառը 4000-ից 6000 տարի։ Ըստ աճման բնույթի ցողունները լինում են ուղղաձիգ, փաթաթվող, մագլցող, սողացող և այլն։ Փաթաթվող և մագլցող ցողուններով բույսերը կոչվում են լիանաներ։ Նրանց մեխանիկական հյուսվածքները թույլ են զարգացած, ինչի պատճառով հենարանի կարիք ունեն։ Լիանաները լայնորեն տարածված են խոնավ արևադարձային անտառներում, որտեղ հանդիպում են նաև բնափայտային տեսակներ։ Օրինակ, ռոտանգյան արմավենիները, որոնք տարիների ընթացքում փոխելով բազմաթիվ հենարաններ, հասնում են 300 մետրի։ Բարեխառն գոտիներում ծառային լիանաներից տարածված են կուսախաղողը, մշակովի խաղողը, վիստերիան, խոտային ձևերի ցայգածաղիկը, գայլուկը, պատատուկը և այլն։ Բողբոջը դեռևս չբացված սաղմնային ընձյուղ է։ Այն բաղկացած է մերիստեմատիկ սաղմնային առանցքից։ Վեգետատիվ բողբոջում այն ավարտվում է աճման կոնով և իրար վրա դասավորված տարբեր տարիքի սաղմնային տերևներից, այսինքն բողբոջը բաղկացած է սաղմնային մետամերներից։ Բողբոջում հանգույցներն առավելագույն չափով մոտեցած են, միջհանգույցները դեռ չեն հասցրել ձգվել, իսկ աճման կոնը ծածկված է սաղմնային տերևներով։ Վերջինիս տերևածոցերում արդեն կարող են ձևավորված լինել հաջորդ կարգի բողբոջների սաղմերը։ Այսպիսով արդեն բողբոջում ի հայտ է գալիս ընձյուղի անսահմանափակ ճյուղավորման պոտենցիալ ունակությունը։ Էվոլյուցիայի ընթացքում բողբոջի առաջացումը կարևոր նշանակություն է ունեցել, քանի որ բողբոջի արտաքին տերևային ծածկույթները պաշտպանում են ներքին մերիստեմատիկ բնույթի օրգաններին արտաքին միջավայրի հետ շփվելուց։ Բացի դրանից, բողբոջը կարծես փակ, մութ և խոնավ խցիկ լինի, որը ոչ միայն ապահովում է նոր տերևային և բողբոջային սաղմերի հիմնադրումը, այլև նրանց առաջնային աճը, ինչպես նաև միջհանգույցների ներդիր աճը։ Բացի բուն վեգետատիվ բողբոջներից, գոյություն ունեն նաև վեգետատիվ գեներատիվ բողբոջներ, որոնցում առկա են մի շարք վեգետատիվ մետամերներ, իսկ գագաթում ձևավորվում է սաղմնային ծաղիկը կամ ծաղկաբույլը։ Այդպիսի բողբոջները բնորոշ են շատ խոտաբույսերի, օրինակ ասորոին, սակայն հանդիպում են նաև բնափայտային տեսակների մոտ, կտկենու, եղրևանիի։ Զուտ գեներատիվ ծաղկային բողբոջները պարունակում են կամ ծաղկաբույլի սաղմ, առանց կանաչ ասիմիլյացիա կատարող տերևների, կամ մենահատ սաղմնային ծաղիկ։ Վերջին դեպքում բողբոջը կոչվում է կոկոն։ Որպես կանոն, գեներատիվ բողբոջը վեգետատիվի համեմատ ավելի խոշոր է և կլոր։ Հաճախ բողբոջի արտաքին տերևները ձևափոխված են թեփուկների, որոնք պաշտպանում են բողբոջը չորանալուց։ Այդպիսի բողբոջները համարվում են փակ, իսկ բաց կամ մերկ բողբոջները զուրկ են կաշեկարպ թեփուկներից։ Փակ տիպի բողբոջներ ունեն ձմեռող ծառերը և թփերը՝ կաղնին, կեչին, լորենին, կտկենին, ուռենին, կաղամախին, բազմամյա խոտաբույսերից ասարոնը, սպնդուկը և այլն։ Բողբոջային թեփուկների քանակը կախված տեսակից տարբեր է։ Կաղնու մոտ 20 է, ուռենու մոտ 2-ը։ Որոշ միաշաքիլավորներ էլ ունեն ընդամենը մեկ բողբոջային թեփուկ։ Փակ տիպի բողբոջները
բողբոջներ ունեցող բազմամյա բույսերը տաք սեզոնին գարնան և ամռան ընթացքում ձևավորում են բաց տիպի բողբոջներ։ Որոշ բազմամյա խոտաբույսեր ձմեռում են բաց բողբոջներով, օրինակ ոսկեղինջը։ Բաց տիպի բողբոջները բնորոշ են նաև խոնավ արևադարձային անտառների մի շարք բնափայտային տեսակներին։ Բաց տիպի բողբոջները մաճման կոնը և երիտասարդ տերևային սաղմերը բնականաբար բաց չեն, այլ ծածկված են ավելի հասուն տերևների հատվածներով։ Կեչու աճող ընձյուղի դեռևս չբացված տերևի տերևաթիթեղը կիփաթաթված է արդեն զարգացած տերևակիցներով։ Դաշտավլուկազգիների աճող ընձյուղի գագաթային բողբոջը պարփակված է հասուն տերևների տերևածոցերով կազմած խողովակում։ Բնության մեջ հայտնի է ճյուղավորության մի քանի ձևեր։ Դիխոտոմիկ ճյուղավորության դեպքում աճման կետը, որը գտնվում է ընձյուղի գագաթում, բաժանվում են երկու մասի, որոնք աճում են և կրկնում առաջին կարգի ընձյուղի ճյուղավորության ձևը։ Դիխոտոմիկ ճյուղավորությունը բնորոշ է որոշ բարձրակարգ բույսերին, մամռանմաներին, գետնամուշկանմաներին, իստորակարգ բույսերի, ջրիմուռներին, քարաքոսներին, նաև սնկերի թագավորության ներկայացուցիչներին։ Մոնոպոդիական ճյուղավորության դեպքում առաջանում է գլխավոր առանցք, որը տարեց տարի աճում է իր գագաթով, երբեմն բույսի ողջ կյանքի ընթացքում։ Կողային ճյուղերը զարգանում են գլխավոր ցողունի կողային բողբոջներից և ևս զարգանում են մոնոպոդիական ճյուղավորվածությամբ։ Արդյունքում գլխավոր ցողունն աճում է և հաստանում զգալիորեն ավելի շատ, քան կողային ճյուղերը։ Ձևավորվում է բարձր, ուղիղ ձլացիկ բուն։ Մոնոպոդիական ճյուղավորությունը բնորոշ է եղևնու, սոճու, մայրուն, հաճարենու, բարդուն, կկվենու և այլ ցեղերի բույսերին։ Այս ճյուղավորության արդյունքում առաջացած բները մեծ արժեք է ներկայացնում անտառաարդյունաբերության համար, նավաշինության, կահույքագործության ոլորտներում։ Երբեմն կողային մոնոպոդիումներն ավելի են զարգանում, քան գլխավորերը, և եթե ճյուղերի առաջացման անկյունը շատ սուր է, ապա սաղարթը ձեռք է բերում բուրգի ձև։ Սիմպոդիական ճյուղավորության դեպքում գլխավոր ցողունի գագաթային բողբոջը որոշ ժամանակ անց մահանում է կամ խիստ զիջում է իր աճող գագաթային բողբոջի տակ գտնվող կողային բողբոջին, որը սկսում է ակտիվորեն աճել և զարգանալ։ Հաճախ այն աճում է կարծես շարունակելով գլխավոր ցողունի աճի ուղղությունը։ Այս առաջացած ճյուղը ևս շուտով դադարեցնում է իր գագաթային աճը և նրա աճման կոնի տակ սկսում է զարգանալ նոր կողային բողբոջը, որը շուտով առաջ է ընկնում իր աճով։ Այսպիսով, սիմպոդիական ճյուղավորության ժամանակ գլխավոր բունը մնում է կարճ, իսկ նրա շարունակությունը կազմվում է հաջորդ կարգերի առանցքներից, որոնք կարծես փոխարինում են իրար։ Կողային ճյուղերը ևս զարգանում են սիմպոդիական եղանակով, արդյունքում ծառի սաղարթն ունենում է փռված տեսք։ Սիմպոդիական ճյուղավորությունը բնորոշ է կեչուն, ուռենու, խնձորենու, տանձենու, սալորենու, դեղձենու, ծիրանենու, բալենու, թզենու, թխկուն, ցիտրուսայիններին, խոտաբույսերից լոլիկին, կարտոֆիլին և շատ այլ բույսերի։ Էվոլյուցիոն առումով սիմպոդիական ճյուղավորությունը բույսի համար առաջընթաց երևույթ է, քանի որ այս եղանակով առաջանում է հսկա փռված սաղարթ, տերևների ահռելի թվով։ Վերջինս բազմակի մեծացնում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը։ Բացի դրանից, սիմպոդիումները հիմնադրում են մեծ թվով ծաղկային բողբոջներ և հետևաբար առատ բերք են ապահովում։ Ուստի սիմպոդիական ճյուղավորությունը կարևորվում է պտղաբուծության ոլորտում։ Կեղծ դիխոտոմիկ ճյուղավորություն։ Այս դեպքում գագաթային բողբոջի տակ առաջանում են երկու հակադիր դեմ դիմաց տեղավորված ծոցային բողբոջներ, որոնք միաժամանակ սկսում են աճել առաջացնելով եղան, իսկ գագաթային բողբոջն այլևս չի աճում։ Այսպիսի ճյուղավորություն ունեն եղրևանին, մեխակը, ձիակասկը, արջընկույզը, ճագոմը և այլն։ Ճյուղավորության հատուկ ձև է թփակալումը։ Այն բնորոշ է թփերին, թփիկներին, իսկ կարգաբանական խմբերից հատկապես հացազգիներին։ Թփակալող հացազգիների կողային ընձյուղները զարգանում են միայն գլխավոր ընձյուղի հիմքից։ Ընձյուղները և հավելյալ արմատներն առաջանում են կամ ստորգետնյա ցողունային հանգույցներից, կամ վերգետնյա ցողունային հանգույցներից։ Ընդ որում, այդ հանգույցները շատ մոտ են տեղադրված և միջհանգույցները հազիվ են նկատվում։ Փխրատուփ հացազգիների նոր կողային ընձյուղը, որը սկիզբ է առնում ցողունի թփակալման հանգույցից, սկզբնական շրջանում ցուցաբերում է հորիզոնական աճ, հետո ուղղվելով աճում է ուղղայաց դեպի վեր։ Արդյունքում դուստր ընձյուղները հայտնվում են մայր ընձյուղներից որոշ փոքր տարածության վրա։ Փխրատուփ հացազգիներից են սիզախոտի, դաշտավլուկի, աղվեսագու, եղեղնախոտի, որոմի տեսակները։ Խտաթուփ հացազգիների նոր կողային ընձյուղը, որը սկիզբ է առնում ցողունի հանգույցից, անմիջապես աճում է ուղղայաց դեպի վեր։ Արդյունքում դուստր ընձյուղները հայտնվում են անմիջականորեն մայրական ընձյուղների կողքին, առաջացնելով շատ խիտ ճին, որը գրեթե անհնար է քանդել և առանձնացնել։ Թփակալման այս ձևը բնորոշ է փայլասենու, շուղախոտի, փետրախոտի տեսակներին։ Վայրի հացազգիների թփակալման հանգույցներից առաջանում են նաև ստորգետնյա կոճղարմատներ, ինչպես մոլախոտային սեզի դեպքում։ Առաջին անգամ ստել եզրն օգտագործել է ֆրանսիացի բուսաբան Ֆիլիպ վան Տիգեմը։ Սկզբում այդ եզրով նշանակում էին արմատի առաջնային փոխադրող հյուսվածքները, հետագայում այդ հասկացությունը տարածվեց նաև ցողունի կենտրոնական գլանի վրա։ Նկարագրվեցին խոշոր կարգաբանական միավորների ստելային տիպերը։ Ստելը բարձրակարգ բույսերի կենտրոնական գլանն է։ Ձևավորվեց ստելային տեսությունը, որը նկարագրում է առանցքային օրգանների ներքին կառուցվածքի էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները։ Ստելի առավել հին և պարզունակ տիպը հապլոստելն է։
Պրոտոստելը այն իրենից ներկայացնում է քսիլեմի ամբողջական շերտ, որը պատված է ֆլոեմի շերտով, այսինքն բարձրակարգ ցամաքային բույսերի քսիլեմը գտնվում է կենտրոնում, իսկ ֆլոեմը մակերեսին։ Ենթադրվում է, որ այս հատկությունը նրանք ժառանգել են ջրում բնակվող ջրիմուռանման նախնիներից։ Մակընթացության գոտում բնակվող ջրիմուռների թալոններում մեխանիկական տարրերը գտնվում են առանցքային մասում։ Հավանաբար այդ հաստապատ պրոզենքիմայի մեխանիկական տարրերը ցամաքային պայմաններում երկարատև էվոլյուցիայի ընթացքում սկսեցին կատարել բույսի ջրամատակարարման գործառույթը և աստիճանաբար վերածվեցին տրախեիդների։ Հապլոստելը բնորոշ է փսիլոֆիտներին և մի քանի այլ պարզոնական հետացած բույսերի։ Հապլոստելը հանդիպում է ժամանակակից որոշ պտերանմանների ցողուներում։ Հապլոստելից զարգացել է ակտինոստելը, որի քսիլեմը լայնեկի կտրվածքի վրա ունի աստղի տեսք։ Պրոտոքսիլեմը հիմնադրվում է այդ աստղի ճառագայթների ծայրերում, այսինքն էկզարխ ձևով։ Պրոտոքսիլեմ են կոչվում քսիլեմի առաջին հիմնադրվող բջիջները։ Նրանք ունակ են ձգվելու, քանի որ ներկայացված են օղակավոր կամ պարավոր տարրերով։ Քսիլեմի հաջորդ ավելի ուշ հիմնադրվող տարրերը կոչվում են մետաքսիլեմ և ներկայացված են ցանցավոր և կետավոր բջջապատերով, ընդ որում քսիլեմի զարգացումը ընթանում է կենտրոնաձիգ ուղղությամբ։ Ակտինոստելը ևս բնորոշ է ավելի պարզ կառուցվածք ունեցող բույսերին, գետնամուշկանմաններին, մահացած դիատոմաններին։ Անցումը հապլոստելից ակտինոստելին կապված է էնզողիկողային ճյուղավորումների միջև անցնող փոխադրող խրձերի առաջացման հետ։ Ակտինոստելում քսիլեմն ունի իրեն շրջապատող կենդանի հյուսվածքների հետ շփման ավելի մեծ մակերես, ինչը նպաստում է նյութերի ավելի արդյունավետ անցկացմանը։ Ստելի զարգացման հաջորդ փուլը անցնում է հապլոստելից սիֆոնոստելին, որում առաջանում է միջուկը։ Սիֆոնոստելը հնարավոր դարձրեց ավելի խոշոր օրգանիզմների գոյությունը, քանի որ հենարանի դեր ունեցող քսիլեմի տեղափոխությունը ցողունի ծայրամաս այն դարձրեց ավելի ամուր։ Միջուկի առաջացումն էլ ավելի մեծացրեց փոխադրող տարրերի և կենդանի հյուսվածքների շփման մակերեսը։ Պարենքիմային միջուկի առկայությունը հեշտացրեց ցողունի պահեստող գործառույթները։ Ստելի հետագա բարդացումը կապված է խոշոր տերևների և կողային ընձյուղների զարգացման հետ։ Սրանք ցողունից ելնելու տեղերում առաջացնում են տերևային և ճյուղային լակուններ, պարենքիմով լցված փոսիկներ։ Սրա հետևանքով սիֆոնոստելը պարենքիմային շերտերով, որոնք անցնում են միջուկից դեպի կեղև շառավղային ուղղությամբ, բաժանվում է առանձին խրձերի։ Վերջինս լայնեկի կտրվածքի վրա դասավորված են օղակով։ Այսպես առաջանում է դիկտոտոստելը և էուստելը։ Դիկտիոստելը բնորոշ է կամբիումից զուրկ պտերներին, էուստելը սերմնավոր բույսերին։ Էուստելը կապված է բաց կոլատերալ խրձերից։ Ստելի էվոլյուցիայի վերջին փուլը միաշաքելավոր բույսերի ատակտոստելն է։ Այն տարբերվում է էուստելից խրձերում կամբիումի բացակայությամբ և խրձերի անցնելու և բաշխման բարդ պատկերով։ Տերևային հետքերի առանձին խրձերը սկզբում թեքվում են դեպի ցողունի կենտրոն, իսկ հետո նրա արտաքին մասը։ Այդ պատճառով խրձերը բաշխված են ցողունի ողջ լայնակի կտրվածքով։ Տունիկա և կորպուսի տեսության հիմնադիրն է գերմանացի գիտնական Շմիդը 1924 թվականի։ Համաձայն այս տեսության ցողունի աճման կոնում կան մերիստեմի երկու գոտիներ՝ տունիկան, որը բաղկացած է բջիջների մեկ կամ մի քանի մակերեսային շերտերից, և կորպուսը կամ կոնի բաժանվող բջիջներից զանգվածը, որը գտնվում է նրա կենտրոնական մասում։ Ընդ որում տունիկայի բջիջները պարուրում են կորպուսը։ Այդ երկու գոտիներին բնորոշ է բջիջների բաժանման և աճի տարբեր ձևեր։ Այսպես տունիկայում տեղի են ունենում միայն անտիկլինալ, այսինքն աճման կոնի մակերեսին ուղղահայաց բաժանումներ, որոնք ուղեկցվում են մակերեսային աճով։ Այդպիսի աճի հետևանքով տունիկայի բջիջների յուրաքանչյուր շերտ պահպանվում է որպես առանձին բաժանվող շերտ։ Կորպուսի բջիջների կիսման հարթություններն անցնում են տարբեր ուղղություններով։ Այդ պատճառով բջիջների դասավորությունը ոչ թե շերտերով է, այլ անկանոն, իսկ բջիջների աճը ոչ թե մակերեսային է, այլ ծավալային։ Կորպուսի ամենակենտրոնում բջիջների բաժանումները միայն պերիկլինալ են, այսինքն զուգահեռ օրգանի մակերեսին։ Այսպիսով կորպուսում բջիջների քանակն աճում է տարբեր հարթություններում տեղի ունեցող բջիջների բաժանումների հետևանքով։ Մակերեսային և ծավալային աճի միջև հավասարակշիռ վիճակն ապահովում է կիսումների ռիթմիկ ընթացքով։ Տունիկան սկիզբ է տալիս էպիդերմին, իսկ որոշ բույսերի մոտ նաև առաջնային կեղևի մի քանի արտաքին շերտերին։ Կորպուսն առաջացնում է ցողունի մնացած ներքին գոտիները։ Տունիկայի բջջաշերտերի քանակը տարբեր է լինում։ Օրինակ թթենու տունիկան երկշերտ է, ցորենինը միաշերտ, իսկ բռնչյունը քառաշերտ։ Ցողունի առաջնային կառուցվածքը ձևավորվում է աճման կոնի մերիստեմատիկ բջիջների գործունեության արդյունքում։ Երկշաքելավոր և միաշաքելավոր բույսերի ցողունների անատոմիական կառուցվածքը խիստ տարբերվում է։ Երկշաքելավոր բույսերի ցողունը մինչև կամբիումի գործունեության սկիզբը արտաքինից ծածկված է էպիդերմով, որը կրում է շատ նոսր դասավորված հերձանցքներ։ Էպիդերմի բջիջները համեմատաբար մանր են, կիպ հարում են իրար։ Հաջորդ շերտը առաջնային կեղևն է, որը բաղկացած է պարենքիմային բջիջների մի քանի շարքերից։ Դա սովորաբար կանաչ արտաքին շերտերում ասիմիլյացիայի ունակ հյուսվածքն է, որը քիչ թե շատ փուխր է տարբեր մասերում միջբջջային տարածություններով ընդհատվող։
Ավելի խորը շերտը քլորոֆիլ չեն պարունակում։ Շատ բույսերի առաջնային կեղևի արտաքին շերտերը ներկայացված են կոլենքիմով, որը կամ ամբողջական օղակ է առաջացնում լայնակի կտրվածքում, կամ ձևավորում է հատվածներով։ Վերջին դեպքում կոլենքիմի հատվածների արանքներում ձևավորում է պարենքիմ, որը մոտենում է էպիդերմին։ Կոլենքիմի պերիֆերիկ դիրքը թույլ է տալիս երիտասարդ ցողունին ճկվել անձրևի ուժեղ քամիների ժամանակ եւ նորից ուղղվել զսպանակի նման։ Առաջնային կեղևում հաճախ զարգանում են նաեւ սկլերենքիմի ձգաթելեր, որոնք կամ գտնում են առաջնային կեղևի խորքում, հարելով էնդոդերմին կամ էպիդերմի տակ, փոխարինելով կոլենքիմին։ Ցողունի, ինչպես եւ արմատի առաջնային կեղևի ներքին շերտը էնդոդերմն է, որն այստեղ կոչվում է օսլայակիր բնապատյան։ Այդ շերտի բջիջները պարունակում են մեծ քանակով օսլայի մանր դյուրաշարժ հատիկներ, իսկ նրանց շարավղային պատերը երբեմն լիգնիֆիկանում են կամ թեթևակի սուբերինանում։ Այստեղ, ինչպես եւ արմատում, եւս հանդիպում են չհաստացած պատերով բջիջներ, որոնք ապահովում են նյութերի տեղաշարժը։ Օսլայակիր բնապատյանի նշանակությունը վերջնականապես պարզված չէ։ Կարծիք կա, որ դա ցողունի հավասարակշռության ընձյուղների գեոտրոպիկ ռեակցիայի օրգանն է։ Այդ օսլան սպეციფիկ է եւ չի ծախսվում որպես պաշարային նյութ, անգամ բույսի սնուցման վատթարացման դեպքում, հետեւաբար այդ օսլան անձեռնմխելի է։ Ցողունի էնդոդերմը բնորոշ է ոչ բոլոր բուսատեսակներին, շատ բույսեր, որոնք զուրկ են այդ օսլայից, առաջացնում են այդ անձեռնմխելի օսլան տերևակոթուների էպիդերմում։ Էնդոդերմից ներս գտնում է կենտրոնական գլանը՝ ստելա։ Կենտրոնական գլանի արտաքին շերտը պերիցիկլն է։ Եթե այն բաղկացած է բջիջների 1-ից 2 շարքերից հաստությամբ, ապա նրա բջիջները պարենքիմային են եւ սկիզբ են տալիս միջուկային ճառագայթների նոր պարենքիմային բջիջներին։ Այստեղ են առաջանում նաև հավելյալ բողբոժները եւ հավելյալ արմատները։ Եթե պերիցիկլը բազմաշերտ է, ապա այն բաղկացած է պրոզենքիմային բջիջներից, որոնք առաջացնում են առաջնային լուբային թելիկները, ինչպես կենաֆի կամ նեփի շնամեռուկի մոտ։ Կենտրոնական գլանի հիմնական մասը փոխադրող հյուսվածքն է, որը ներկայացված է կանոնավոր օղակով դասավորված բաց տիպի անոթային խրձերով։ Այս խրձերը սկիզբ են առնում պրոկամբիումից, որն առաջանում է անմիջապես աճման կոնի տակ։ Խրձերը բաց կոլատերալ են, այսինքն քսիլեմն ուղղված է օրգանի կենտրոն, ֆլոեմը դեպի դուրս, իսկ նրանց միջև անցնում է խրձային կամբիումի բարակ շերտը։ Ցողունի առաջնային կառուցվածքում, ինչպես նաև արմատի քսիլեմի առաջային տարրերը ներկայացված են պրոտոքսիլեմով, իսկ ավելի ուշ ձևավորվում է մետաքսիլեմը։ Ֆլոեմը ներկայացված է համապատասխանաբար պրոտոֆլոեմով եւ մետաֆլոեմով։ Պրոտոքսիլեմը քսիլեմի առաջին տարրն է, որն ունակ է ձգվելուն։ Այն ներկայացված է օղակավոր եւ պարուրավոր անոթներով։ Մետաքսիլեմը առաջանում է ավելի ուշ եւ բաղկացած է ցանցավոր կամ կետավոր անոթներից։ Պրոտոֆլոեմը, ֆլոեմի առաջին տարրը, բաղկացած է համեմատաբար նեղ լուսանցքներով մաղանման խողովակներից, աղքատ է ուղեկից բջիջներով կամ զուրկ է դրանցից։ Բաց խրձերի կամբիումը բնորոշ է երկշաքիլավորներին եւ մերկասերմերին։ Պրոկամբիումից պահպանված բջիջների բարակ շերտն է, որը շարունակում է առաջացնել ֆլոեմի եւ քսիլեմի լրացուցիչ հատվածներ խրձի ներսում։ Քանի որ կամբիումը դեպի դուրս հիմնադրում է ֆլոեմ, իսկ դեպի ներս քսիլեմ, ապա ֆլոեմի ամենահին հատվածները գտնվում են խրձի արտաքին մասում, իսկ քսիլեմի վաղ շրջանում առաջացած հատվածները խրձի ներսում, այսինքն միջուկին հարակից։ Խրձերի միջև գտնվում է պարենքիմային հյուսվածքը, որն առաջացնում է միջուկային ճառագայթներ։ Սրանք կապում են կենտրոնի պարենքիմային միջուկը եւ կեղևը։ Միջուկի բջիջները մի քիչ ձգված են ցողունի առանցքի ուղղությամբ դեպի կենտրոն։ Նրանք մանրանում են, երբեմն միջուկի բջիջները մահանում են։ Այս երևույթը հանդիպում է երկշաքիլավորների եւ միաշաքիլավորների մոտ։ Միջուկը լցվում է օդով եւ ձեռք է բերում սպիտակ գույն։ Սնամեջը շատ հովանոցազգիների ցողուն է։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ միջուկը մահանում է շատ վաղ շրջանում, երբ ցողունի այդ հատվածի աճը դեռ չի ավարտվել։ Դրա հետևանքով միջուկը պատռվում է եւ առաջանում է սնամեջ ցողուն։ Այս երևույթը բնորոշ է նաեւ դդմազգիներին, հացազգիներին, գեորգինուն։ Երկշաքիլավոր բազմամյա խոտաբույսերի ծառերի թփատեսակներին եւ մերկասերմերի ցողունի երկրորդային հաստացումը սկսվում է ցողունի կյանքի առաջին տարվա վերջում, երբ սկսվում է գործել կամբիումը։ Սկզբում ծուծային ճառագայթների պարենքիմային բջիջներից առաջանում է միջխրձային կամբիումը։ Խրձային եւ միջխրձային երկրորդային մերիստեմները միակցվելով գոյացնում են կամբիումի չընդհատվող օղակը։ Վերջինիս բջիջները բաժանվում են ցողունի մակերեսին զուգահեռ կեսումներով, սկիզբ տալով կամբիումի նոր բջիջներին եւ այդ ամբողջական շերտը առաջացնում է կամբիումի գոտի։ Կամբիումից առաջանում են մշտական հյուսվածքների բջիջները։ Խրձերում դա երկրորդային ֆլոեմն է, կամբիումից դեպի դուրս, եւ երկրորդային քսիլեմը կամբիումից դեպի ներս։ Այն բոլոր հյուսվածքները, որոնք գտնվում են կամբիումից դեպի դուրս, կոչվում են երկրորդային կեղև։ Կամբիումի շերտի գործունեության արդյունքում աշնան առաջանում են քսիլեմի եւ ֆլոեմի ամբողջական օղակներ։ Միջխրձային կամբիումի ածանցյալ բջիջներից առաջանում է միջուկային ճառագայթների պարենքիմը, որը բարակ շերտով շարավղային ուղղությամբ հատում է քսիլեմը եւ ֆլոեմը։ Գնին կենտրոնում ոչ հաստ պարենքիմային միջուկն է, հաջորդ շերտը հզոր բնափայտն է, որը կազմում է ցողունի ծավալի 9/10 մասը։
մասը։ Նրա մակերեսին գտնվում է կամբիումի չափազանց բարակ շերտը, իսկ նրանից դուրս երկրորդային կեղև է։ Երկրորդային կեղևի կազմի մեջ մտնում են լուբը, երկրորդային ֆլոեմը, առաջնային ֆլոեմի և առաջնային կեղևի մնացորդները, ինչպես նաև պերիդերմը, որն առաջանում է բնի մակերեսին էպիդերմի փոխարեն։ Հետագայում առաջնային կեղևը դառնում է բոլորովին չտարբերվող, իսկ երկրորդային կեղևի արտաքին շերտից ձևավորվում է երրորդային ծածկող հյուսված կճեպ։ Ցողունի երկրորդային հաստացման բույսերի բնափայտը և լուբը բաղկացած են մի շարք գործառույթներից՝ նյութերի փոխադրում, մեխանիկական ամրության ապահովում, պաշարնյութերի կուտակում կատարող տարրերից։ Դրանց մի մասը գործում են կենդանի վիճակում, մյուսները կատարում են իրենց հիմնական գործառույթը պրոտոպլաստը կորցնելուց հետո։ Սովորաբար 1 տարուց հետո, այսինքն ձմեռելուց հետո, լուբը կորցնում է նյութերի զանգվածային տեղափոխման կարողությունը։ Բնափայտում այդ գործընթացը ավելի դանդաղ է տեղի ունենում։ Ծառի բնում միաժամանակ երկու գործընթաց է տեղի ունենում։ Նյութերի փոխադրման մեջ ընդգրկվում են նոր երիտասարդ շերտը և դուրս է մնում ծերացողները։ Այս գործընթացները համաձայնեցված են և կամբիումին կից մշտապես պահպանում է կենսունակ հյուսվածքների համեմատաբար բարակ շերտը։ Բնի հիմնական մասը բաղկացած է մահացած բջիջներից, որոնք չեն մասնակցում նյութերի տեղափոխմանը, բայց ունեն մեծ նշանակություն սաղարթը պահելու և ներքին կենդանի բջիջները պաշտպանելու համար։ Երկայնակի ուղղությամբ ձգված տարրերն ուղղահայաց անցնում են կենդանի պարենքիմային բջիջների հորիզոնական շերտերը։ Լուբը բնափայտային ճառագայթներ է, քանի որ հարևան ճառագայթները ոչ թե զուգահեռ են, այլ ձգվում են շառավիղներով դեպի արտաքին մաս որոշակի անկյան տակ, ապա հարևան ճառագայթների արտաքին մասերը բնի հաստացմանը համընթաց իրարից հեռանում են, իսկ դա վատթարացնում է այն բջիջների կենսագործունեությունը, որոնք առավել մեծ չափով են հեռանում պարենքիմային ճառագայթներից։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ կամբիումի երկարավուն բջիջները բաժանվում են լայնեկի միջնորմերով և դառնում նոր ճառագայթների սկզբնական ինիցիալ բջիջներ, որոնք սկսում են կառուցել պարենքիմային ճառագայթներ և դեպի բնափայտ, և դեպի լուբը։ Միաշաքիլավոր խոտաբույսերի և որոշ ծառատեսակների պրոկամբիումն ամբողջովին դիֆերենցվում է, ինչի հետևանքով ձևավորվում են փակ տիպի փոխադրող խրձեր։ Առանց խրձային կամբիումի շերտի պահպանման այդ պատճառով միաշաքիլավորների ցողունը կարող է հասկանալ մինչև խրձերի վերջնական ձևավորման պահը։ Արմավենու մոտ հնարավոր է ցողունի լրացուցիչ հաստացում, բայց ոչ թե պրոկամբիումի բաժանման, այլ ձևավորված պարենքիմային բջիջների աճի հաշվին։ Փակ տիպի խրձերը ցողունի լայնակի կտրվածքում դասավորվում են ոչ թե շրջանով, ինչպես երկշաքիլավորների և փշատերևների դեպքում, այլ ցրված են հիմնական պարենքիմի զանգվածում։ Իրականում նրանք մեծամասամբ դասավորված են պարուրաձև տերևադասավորությանը համապատասխան։ Սա հատկապես բնորոշ է շուշանազգիներին, արմավենիներին, որոշ հացազգիների, միաշաքիլավորները չեն առաջացնում նաև խցանային կամբիում։ Սնամեջ ծղոտ ունեցող հացազգիների խրձերը դասավորված են համարյա կանոնավոր շրջանով, ցողունի պերիֆերիկ մասում։ Շատ հացազգիների միջուկը դեռևս ծղոտի զարգացման վաղ փուլում պատռվում է, այնպես որ ցողունը դառնում է սնամեջ, իսկ եգիպտացորենի միջուկը դառնում է փխրուն, լցվում օդով և թվում սպիտակ։ Մեխանիկական հյուսվածքը էպիդերմի տակ առաջացնում է սկլերենքիմային օղակ, բացի դրանից սկլերենքիմը ամրացնում է խրձերը կամ արտաքին մասից երիզելով կիսաշրջանով կամ շրջապատում է խուրձը բոլոր կողմերից։ Սկլերենքիմը կամրջակների ձևով անցնում է մի խրձից մյուսի, նաև շառավղային հատվածների ձևով հասնում է էպիդերմին։ Սկլերենքիմի պերիֆերիկ դիրքը ծղոտին ամրություն է հաղորդում ճկվելու հանդեպ դիմացկունություն։ Սկլերենքիմը ծագում է պրոկամբիումից կամ հիմնական պարենքիմից։ Ցողունի ստորի մասում խրձերի քանակը ավելի մեծ է, քան վերին հատվածում, քանի որ յուրաքանչյուր խուրձ դուրս է գալիս համապատասխան տերևից և շարունակվում է ցողունով ներքև։ Արմավենու յուրաքանչյուր տերևից ցողուն է մտնում տերևահետքերի մի ամբողջ խումբ։ Տերևահետք է կոչվում տերևի փոխադրող խրձի ուղի, որն անցնում է ցողունով դեպի ներքև, մինչև այլ խրձերի կամ կենտրոնական գլանի հետ միաձուլվելը։ Մեկ տերևից ցողուն կարող են անցնել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի փոխադրող խրձեր, ինչպես արմավենու դեպքում։ Արմավենու տերևահետքերի խումբը ներթափանցում է ցողունի կենտրոն մեծ խորության վրա, իջնում է ցողունի երկայնքով նրա առանցքի հանդեպ որոշակի անկյան տակ։ Անցնելով մի քանի միջհանգույցներ, տերևահետքերը միանում են ստորև գտնվող տերևից դուրս ընկած խրձերին։ Այսպես է առաջանում ցողունի լայնակի կտրվածքում խրձերի անկանոն ցրված պատկերը։ Արմավենու տերևներում խիստ զարգացած են մեխանիկական հյուսվածքները, ինչպես տերևակոթունում, այնպես էլ տերևաթիթեղում։ Այս բույսերի բները սովորաբար պատված են մահացած տերևների տերևակոթուններով։ Երկրորդային հաստացում ունեցող վիշապածառի միամյա ցողունը իր կառուցվածքով նման է եգիպտացորենի ցողունին։ Երկրորդային փոփոխությունները սկսվում են կեղևի ներքին շերտերի մերիստեմատիկ ակտիվությունից։ Նրանց բջիջները ցողունի ողջ օղակով բաժանվում են տանգենտալ միջնորմերով, առաջացնելով այսպես կոչված հաստացման օղակը։ Ցողունի մակերեսի ուղղությամբ այս յուրօրինակ մերիստեմը ներդնում է ոչ մեծ քանակով պարենքիմային բջիջներ, իսկ կենտրոնի ուղղությամբ առաջանում են մեծ թվով կոնցենտրիկ ամֆիվազալ փոխադրող խրձեր, որոնց քսիլեմը բաղկացած է միայն տրախեիդներից։ Հիմնական հյուսվածքը, որի մեջ ընկալված են առաջացած երկրորդային խրձերը, աստիճանաբար փայտանում են։ Արմավաշուշանը, հալվեն, ագավին ունեն թույլ արտահայտված երկրորդային աճ։
Ծառատեսակների բազմամյա ցողուններում կամբիումը գործում է այնքան ժամանակ, որքան որ ապրում է ցողունը։ Կապված երկրորդային հյուսվածքների ձևավորման հետ ծառաբնի դրամագիծը աստիճանաբար աճում է։ Կամբիումի աշխատանքը կրում է պարբերական բնույթ։ Հյուսիսային լայնությունների բույսերի կամբիումի բջիջներն առավել ակտիվ բաժանվում են գարնանը և ամռան սկզբին։ Դրանից հետո կամբիումի աշխատանքը աստիճանաբար մարում է։ Վեգետացիայի ողջ ընթացքում քսիլեմի գոյացած տարրերը տարբերվում են իրարից։ Գարնանը հիմնադրված անոթներն ունեն ավելի մեծ լուսանցքներ և ավելի բարակ բջջապատեր։ Ամռան կեսից ավելի շատ են հիմնադրվում մանր և փոքր տրամագծով ավելի հաստ պատեր ունեցող բջիջները։ Բնափայտի մեկ տարվա շարավղային աճը կոչվում է տարեկան օղակ։ Ձևաբանորեն տարբեր բջիջների առկայությունը տարեկան աճի վաղ և ուշ շրջաններում թույլ է տալիս տարբերակել տարեկան օղակների միջև սահմանը։ Դա օգտագործվում է լայնակի կտրվածքների վրա ցողունի տարիքը որոշելու համար տարեկան օղակների քանակը հաշվելու եղանակով։ Կամբիումից բացի բազմամյա բնափայտում առաջանում է ևս մեկ երկրորդային գոյացնող հյուսվածք՝ խցանային կամբիումը կամ ֆելոգենը։ Ֆելոգենի բջիջները բաժանվում են ցողունի մակերեսին զուգահեռ միջնապատերով։ Ֆելոգենի գործունեության արդյունքում նրանից դեպի դուրս պերիֆերիկ մասում գոյանում է բազմաշերտ խցանը, որը երկրորդային ծածկող հյուսվածք է, իսկ դեպի ներս ֆելոդերմը՝ խցանային պարենկիմը մեկ կամ մի քանի շերտերով։ Վերջինս ունի բարակ բջջապատերով կենդանի բջիջներ, որոնցում կարող են կուտակվել պաշարանյութեր։ Երբեմն ֆելոդերմը բացակայում է, ինչպես օրինակ ազնվամորու մոտ։ Հասուն խցանի բջիջները մահացած են, քանի որ նրանց բջջապատերը ներծծվում են սուբերինով և մոմով, և բջջապատը կորսում է օդաթափանցելիությունը և ջրաթափանցելիությունը։ Անկենդան բջիջները լցված են օդով, ինչի շնորհիվ խցանային հյուսվածքի ջերմամեկուսիչ հատկությունները բազմապատկվում են։ Խցանում առկա են փուխր տեղակայված բջիջների հատվածներ, այսպես կոչված ոսպնյակները, որոնց միջբջջային տարածություններով կատարվում է ցողունի գազափոխանակությունը և ջրի գոլորշիացումը։ Ֆելոգենը կարող է առաջանալ մի դեպքում էպիդերմից, մյուս դեպքում անմիջապես էպիդերմի տակ գտնվող բջիջների շերտից կամ էլ ցողունում ավելի խորը գտնվող բջիջների շերտից։ Ֆելոգենի աշխատանքը սովորաբար սահմանափակվում է մեկ կամ մի քանի տարրով։ Ավելի հազվադեպ նա գործում է բազմամյա բույսի ողջ կյանքի ընթացքում։ Քանի որ ծառերի ցողուններում ֆելոգենը սովորաբար հիմնադրվում է բազմաթիվ անգամներ և մերիստեմատիկ յուրաքանչյուր շերտ ձևավորվում է նախորդից ավելի խորը ընկած հատվածում, ապա ծառաբներում և բազմամյա ճյուղերում գոյանում է մի շարք իրար փոխարինող պերիդերմներ։ Նրանցից ամենածերը գտնվում է ցողունի մակերեսին։ Պարբերաբար գոյացնող պերիդերմների միջև հայտնվում է կեղևի որոշ հյուսվածքներ։ Նրանց բջիջներն աստիճանաբար մահանում են։ Ժամանակի հետ բազմամյա ճյուղերի և ծառաբների մակերեսին կուտակվում են մահացած հյուսվածքներ, որոնք միասին գոյացնում են կեղևիկը կամ ռիտիդոմը։ Վերջինս հաճախ համարվում է երրորդային ծածկող հյուսվածք։ Կեղևիկի հին և ծեր շերտերն աստիճանաբար պոկվում են ծառաբնի մակերեսից և թափվում։ Միջավայրի պայմաններին հարմարվելու գործընթացում որոշ բուսատեսակների ընձյուղների մոտ նկատվում է որևէ գործառույթի ուժեղացում, օրինակ վեգետատիվ բազմացման, նյութերի պահեստավորման, պաշտպանական և այլն։ Սա հանգեցնում է ընձյուղի ձևի փոփոխությանը, ընդ որում ֆոտոսինթեզ կատարելու գործառույթը կարող է պահպանվել, կարող է նաև մասամբ կամ լրիվ վերանալ։ Կոճղարմատը բազմամյա ստորգետնյա ընձյուղ է, որը հողի մեջ գտնվում է հորիզոնական ուղղահայաց կամ կիսապառկած դիրքում։ Չնայած արտաքնապես նման է արմատին, տարբերվում է նրանից արմատապատյանի բացակայությամբ և անգույն կամ գորշ մանր թեփուկների ձևով ապաճած տերևների առկայությամբ։ Կոճղարմատը բնորոշ է այնպիսի բույսերին, ինչպիսին են դաղձը, բեգոնիան, փղկականջը, հովտաշուշանը, հիրիկը և այլն։ Կոճղարմատը կատարում է պահեստավորման, ընձյուղների վերարտադրության, ինչպես նաև վեգետատիվ բազմացման և բույսերի տարածման գործառույթներ։ Կոճղարմատը կարող է ճյուղավորվել, այդ դեպքում ծոցային բողբոջներից աճում են հաջորդ կարգի կոճղարմատները։ Կողային ճյուղավորման արդյունքում գոյանում է կոճղարմատային համակարգ։ Կախված տարեկան աճի չափից և միջանկյունների երկարությունից նկարագրվող ստորգետնյա ընձյուղները լինում են երկար և կարճ։ Երկար կոճղարմատներն ունեն լավ արտահայտված միջանկյուններ, իսկ հանգույցներն իրարից հեռու են գտնվում, ինչը կապված է կոճղարմատի տարեկան աճի բարձր ցուցանիշի հետ՝ մի քանի տասնյակ սանտիմետր։ Սա բնորոշ է օրինակ սեզին տատրակին։ Կարճ կոճղարմատների տարեկան աճը կազմում է 1-ից 5 սանտիմետր։ Նրանց միջանկյունները թույլ են արտահայտված ինչպես սինդրիկի կամ հիրիկի մոտ։ Երբ տարբեր կարգի կոճղարմատների միջև կապը խախտվում է, տեղի է ունենում վեգետատիվ բազմացում։ Բույսերի մի մասի վերգետնյա ընձյուղները զարգանում են միայն կոճղարմատի ծոցերից, իսկ կոճղարմատի գագաթը հորիզոնական դիրքով աճում է հողի մեջ, երբեք չելնելով հողի մակերես։ Մյուս դեպքում կոճղարմատի գագաթը դուրս է գալիս հողի մակերես, առաջացնելով վերգետնյա ընձյուղ։ Վերջինս աշնանը մահանում է, իսկ հաջորդ տարի վերգետնյա ընձյուղ է առաջացնում կոճղարմատի մահացած ծայրի մոտ գտնվող ծոցային բողբոջը։ Կոճղարմատներում պահեստավորվում են մեծ թվով շաքարներ կամ օսլա։ Այդ նյութերի հաշվին են զարգանում բազմաթիվ նոր ընձյուղները և հավելյալ արմատները։
Պալարը ընձյուղի ձևափոխություն է, այն կատարում է պահեստավորման գործառույթ, որի հետևանքով ընձյուղի ցողունային մասը հաստանում է։ Պալարներն ապահովում են տարվա ամենաբարենպաստ եղանակին, բույսի դիմակայումը և նրա վեգետատիվ բազմացումը։ Ստորգետնյա պալարներն ունեն թեփուկանման մանր տերևներ, որոնց տերևածոցերում գոյանում է բողբոջներ։ Պալարներ ունեն կարտոֆիլը, գետնատանձը և այլն։ Լեզվաբույսը կարտոֆիլի պալարների տերևիկները զարգացման շատ վաղ շրջանում թափվում են տերևասպին մի քիչ բարձր է տեղադրված պալարի ընդհանուր մակերեսից և առաջացնում է գլանիկ, որը կոչվում է հոնքիկ, իսկ տերևածոցային բողբոջները կոչվում են աչքեր։ Կաղամբի կոլորաբի տեսակի շաղգամակաղամբի պալարը կրում է կանաչ տերևներ և իրենից ներկայացնում է վերգետնյա ընձյուղի հաստացած ցողուն։ Կարտոֆիլի և գետնատանձի պալարներն առաջանում են ստորգետնյա ստոլոնների գագաթներում։ Ստոլոններն իրենցից ներկայացնում են միամյա երկարացած հորիզոնական ընձյուղներ, որոնք ունեն վառ արտահայտված վեգետատիվ բազմացման գործառույթ։ Ստոլոնի ցողունը սովորաբար ունի շատ երկար ձգված միջհանգույցներ, հանգույցներից առաջանում են թեփուկավոր տերևներ։ Ինչքան ավելի խորն է ստոլոնի մասնագիտացումը, այնքան ավելի մանր են տերևները կամ նրանք բոլորովին բացակայում են։ Բացի վերը նշված բուսատեսակներից, ստորգետնյա նուրբ ստոլոններ ունեն անտառային բույսեր, մշկենիկ, յոթնաստղը, մարերի ծաղիկը։ Ստոլոնների կարճատև կյանքն ապահովում է նրանց գագաթային բողբոջներից զարգացող դուստր առանձնյակների արագ անջատումը մայր բույսից։ Ստոլոնները կարող են գտնվել նաև օդային միջավայրում, այդ դեպքում նրանք կրում են կանաչ, թեփուկավոր տերևներ։ Ստոլոններն աճում են վարդական նման ընձյուղների տերևածոցերից։ Ստոլոնի գագաթային բողբոջն արագ առաջացնում է վարդակ, որը հողում ամրանում է հավելյալ արմատներով։ Գետնամորու ստոլոններն ունեն երկար բարակ միջհանգույցներ, իսկ նրանց հանգույցների տերևները թերզարգացած են, թեփուկան նման։ Վերջիններիս ծոցերից առանց հանգստի շրջանի կարող են աճել կողային ստոլոններ։ Այսպիսով ստոլոնները կարող են ճյուղավորվել արմատակալելուց հետո գետնամորու ստոլոնները, որոնց ժողովուրդն անվանում է բեղեր, չորանում են և քայքայվում, նպաստելով վարդակների առանձնացմանը մայր բույսից։ Սոխուկը ձևափոխված ընձյուղ է, որն ապահովում է տարվա անբարենպաստ եղանակի անցկացումը, միաժամանակ սոխուկը պահեստավորող և վեգետատիվ բազմացման օրգան է։ Սովորաբար սոխուկներն առաջանում են հողում, հազվադեպ օդային ընձյուղների վրա։ Օրինակ, ատամնախոտի վերգետնյա սոխուկները զարգանում են տերևածոցերում, իսկ սխտորի և դաշտավլուկ ու սոխ ցեղերի ներկայացուցիչների մոտ ծաղկաբույլերում։ Սոխուկն է տարբերությունը պալարն ունի թույլ զարգացած ցողուն, կարճացած միջհանգույցներով։ Սոխուկի չափազանց կարճ ցողունը կոչվում է տակ կամ հատակ։ Նրանից զարգանում են հավելյալ արմատները։ Կարճ ցողունի գագաթային բողբոջը առաջացնում է վերգետնյա կանաչ տերևներ և ծաղկասլակ։ Սոխուկի հիմնական մասը կազմված է թեփուկավոր պահեստավորող տերևներից։ Պահեստավորող թեփուկները մսալի են, հյութալի, պարունակում են մեծ թվով պաշարային նյութեր, լուծվող շաքարներ։ Սոխուկի ստորի մասի թեփուկները կարող են ամբողջովին կամ մասամբ պարուրել իրենցից վեր գտնվող թեփուկներին։ Պահեստավորող թեփուկները կարող են լինել նաև նեղ, իրար հազիվ ծածկող։ Թեփուկների նշված տեսակների միջև կան բազմաթիվ անցումային ձևեր։ Սոխուկների տերևածոցերում գոյացող բողբոջները կամ նրանց մի մասը սկիզբ են տալիս դուստր սոխուկներին։ Երբ կապը մայր և դուստր սոխուկների միջև խախտվում է, տեղի է ունենում վեգետատիվ բազմացում։ Սագասոխուկի մայր սոխուկի տերևածոցային բողբոջից զարգանում է ստոլոն, իսկ նրա գագաթում դուստր սոխուկ, այսպես է ապահովում վեգետատիվ բազմացումը։ Պալարասոխուկը արտաքինից պալարասոխուկը հիշեցնում է սոխուկի, սակայն նրա թեփուկանման տերևները պահեստող չեն, չոր են և զուրկ պաշարային նյութերից։ Պալարասոխուկի բուն պահեստող մասը ցողուն է, այն հաստացած և պարենքիմային է։ Այսպիսով պալարասոխուկն ավելի շուտ տերևակալած պալար է, այլ ոչ թե սոխուկ։ Պալարասոխուկի առանցքի վրա սովորաբար լավ նկատելի են տերևանյութային բողբոջները։ Պալարասոխուկը բնորոշ է թրաշուշանի, զաֆրանի, շնդեղեգին, խլոպուզին և այլ բույսերի։ Ընձյուղի ձևափոխություններից է նաև փշերը, որոնք մասնագիտացել են որպես պաշտպանիչ օրգաններ։ Նրանք կարող են լինել հասարակ և ճյուղավորված։ Փշերը կազմող հյուսվածքները փայտանում են և նրանց հիմնական զանգվածը կազմում են մեխանիկական տարրերը։ Փշերը պաշտպանում են բույսը կենդանիներից, դարձնելով նրանց ուտելու համար ոչ պիտանի։ Տանձենու, ալեջենու, կիտրոնի, գլեդիչայի և փշերն ունեն ընձյուղային ծագում, իսկ կծոխուրինը՝ տերևային մասրենու դեպքում դրանք էպիդերմի ելուստներ են։ Փշի ծագումը կարելի է որոշել ոչ միայն անատոմիական կառուցվածքի ուսումնասիրության հիման վրա, այլև դիտարկելով նրա դիրքը բույսի վրա։ Այսպես, ալոջենու փուշը գոյանում է տերևածոցում, այսինքն կողային ընձյուղի տեղում, ինչը վկայում է փշի ընձյուղային ծագման մասին։ Կծոխուրի մոտ հակառակը, փշից վեր տեղադրված է բողբոջը, որն աճելով ձևավորվում է ընձյուղ։ Սա վկայում է կծոխուրի փշի տերևային ծագման մասին։ Մասրենի ցեղի ներկայացուցիչների փշերը ցողունի արտաքին հյուսվածքների ելուստներ են և չունեն կանոնավոր դասավորություն։ Բեղիկներ կամ խիղբեր։ Լիանաների ընձյուղներն ունեն հատուկ հարմարանքներ, որոնք ապահովում են նրանց դիրքը տարածության մեջ։ Այդպիսի հարմարանքներից են ընձյուղային կամ տերևային բեղիկները։ Դրանց օգնությամբ ընձյուղները կառչում են հենարանից։ Երբեմն բեղիկի ծագումը պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ անատոմորֆոլոգիական հետազոտություն։
կլադոդիումներ և ֆիլոկլադիումներ։ Սրանք ֆոտոսինթեզ կատարող ձևափոխված ընձյուղներ են, որոնց տերևները ենթարկվում են ռեդուկցիայի կամ ունեն շատ կարճ կյանք։ Ֆոտոսինթեզը կատարում է խիստ տափակած կանաչ ցողունը։ Եթե կանաչ տափակ ցողուն ունակ է երկարատև աճել, ձևափոխված ընձյուղը կոչվում է կլադոդիում, իսկ եթե աճը սահմանափակ է և արտաքինից այդպիսի ցողունը նման է տերևի, ապա ընձյուղը կոչվում է ֆիլոկլադիում։ Վերջինիս ընձյուղային ծագումը պարզ է դառնում նրա ձևաբանական ուսումնասիրության շնորհիվ։ Կովկասում և Ղրիմի հարավային ափերին տարածված է մկնափուշ կամ ասեղնուկ տփատեսակը։ Այն ունի մանր տերևներ, որոնց թերևածոցներում նստած են տերևանման ավելի խոշոր կանաչ ֆիլոկլադիումները։ Նրանց մակերեսին կա մի փոքրիկ ծաղկակից տերևիկ, որի տերևածոցից զարգանում են ծաղիկները, իսկ հետագայում պտուղները։ Կլադոդիումները բնորոշ են ծնեբեկին։ Նրա տերևներն ունեն մանր գորշավուն թեփուկների տեսք։ Այդ թեփուկների ծոցերից զարգանում է ասեղանման կանաչ ճյուղ, որը ֆունկցիոնալ առումով փոխարինում է տերևին։ Շատ բույսերի տերևածոցային բողբոջներից զարգանում են հատուկ կարճացած ընձյուղներ, որոնք ունեն կարճ միջհանգույցներ և մոտիկ տեղավորված հանգույցներ։ Այդպիսի ընձյուղների ցողունները տարվա մեջ աճում են ընդամենը մի քանի միլիմետր։ Նրանց տերևներն այնքան մոտ են տեղավորված իրար հանդեպ, որ թվում է դուրս են գալիս նույն կետից։ Այդպիսի ընձյուղների կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ ձևավորում է ավելի համաչափ և խիտ տերևակույթով սաղարթ։ Սա բնորոշ է խնձորենուն, տանձենուն, բարդուն, կկվենուն։ Որոշ բուսատեսակների տերևներն առաջանում են միայն այդպիսի կարճացած ընձյուղների վրա։ Հաճախ հենց այդ ընձյուղներն են կրում ծաղիկներ և պտուղներ։ Վարդակները ևս կարճացած ընձյուղներ են։ Վարդակները բնորոշ են գազարին, ճակնդեղին, գնարբուկին, խատուտիկին։ Սուկուլենտ ընձյուղները բնորոշվում են ջրապաշար հյուսվածքի զարգացմամբ գերաճած հյութատիր ցողուններում կամ տերևներում։ Սուկուլենտները ջուրը օգտագործում են չափազանց խնայողաբար։ Մեքսիկական անապատում 7 տարվա չափումները ցույց են տվել, որ փորձում ընդգրկված սուկուլենտ բույսերը տրանսպիրացիայի ընթացքում կորցրել են ջրի ընդհանուր պաշարի 50%, իսկ բարեխառն կլիմայական պայմաններում աճող բույսերն այդքան ջուր օգտագործում են մեկ օրվա ընթացքում։ Տերևի կառուցվածքը։ Տերևը ցողունի կողային օրգան է, որը կատարում է ֆոտոսինթեզի, տրանսպիրացիայի և գազափոխանակության գործառույթներ։ Տերևը բաղկացած է տերևակոթունից և տերևաթիթեղից։ Որոշ բուսատեսակների տերևներ կրում են նաև տերևակիցներ։ Հիմքի մասով տերևը միանում է ցողունին։ Տերևի հիմքը տարբեր բույսերի մոտ զարգացած է տարբեր չափով։ Երբեմն այն առաջացնում է տերևապատյան, բնորոշ է օրինակ հացազգիներին, հովանոցազգիներին, որը պաշտպանում է տերևածոցային բողբոջը և միջհանգույցի հիմքի հատվածը, ինչը կարևոր է ներդիր աճի համար։ Տերևակոթունը ապահովում է տերևաթիթեղի առավել բարենպաստ դիրքը լույսի աղբյուրի նկատմամբ, նաև նպաստում է անձրևի հարվածների մեղմացմանը։ Տերևակիցները կարող են կատարել տարբեր գործառույթներ։ Բողբոջում նրանք պաշտպանում են տերևաթիթեղը։ Կամ սաղմնային ողջ ընձյուղը, օրինակ երեքնուկի, քուշնայի կամ տափոլոր գարնանայինի մոտ։ Հասուն ընձյուղի տերևակիցները մասամբ կամ ամբողջովին իրենց վրա են վերցնում ֆոտոսինթեզի գործառույթը։ Երբեմն տերևակիցները վերածվում են փշերի և կատարում են պաշտպանական գործառույթ։ Մեկ տերևի երկու տերևակիցները կարող են սերտ աճել գոյացնելով ցողունի շուրջը խողովակ, որը կոչվում է փողակ։ Տերևակիցներն առկա են ոչ միշտ, հաճախ նրանք թափվում են տերևի բացվելուց հետո։ Երբեմն տերևակիցների չափերը չեն զիջում տերևաթիթեղի չափերին։ Տերևի բոլոր գործառույթները հիմնականում կատարում է տերևաթիթեղը։ Նրա տափակ ձևը ապահովում է գործառույթների առավել արդյունավետ իրականացումը։ Տերևների ձևը շատ բազմազան է։ Եթե տերևը կրում է կոթուն, ապա այն կոչվում է կոթունավոր, եթե ոչ, ապա նստադիր։ Որոշ բույսերի տերևները զուրկ են տերևաթիթեղից կամ այն ձևափոխված է, օրինակ գոյացնելով բեղիկ, ինչպես ոլորի կամ տափոլորի մոտ։ Այդ դեպքում տերևի հիմնական գործառույթները կատարում են կամ տերևակիցները, կամ տափակացած տերևակոթունը, որն այս դեպքում կոչվում է ֆիլոդիում։ Տերևները լինում են պարզ, եթե մեկ տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ, և բարդ, եթե մի քանիսը։ Վերջին դեպքում տերևները կոչվում են տերևիկներ, իսկ նրանց ընդհանուր կոթունը ռախիս։ Բարդ տերևի տերևիկները որպես կանոն թափվում են հաթաթ։ Բարդ տերևները կարող են լինել եռակի, բարդ մատնաձև, բարդ կենտփետրաձև և այլն։ Բարդ տերևը կարող է լինել նաև միատերև։ Այդ դեպքում այն տարբերակվում է պարզ տերևից հատուկ կցանի առկայությամբ, որը գտնվում է գլխավոր կոթունի և միակ տերևի կոթունի միջև։ Ընդ որում տերևաթիթեղը կոթունից առանձին և ավելի շուտ է ընկնում, այսինքն իր ծագմամբ կիտրոնի տերևը բարդ է։ Նրա մոտ պահպանվել է միայն մեկ տերևաթիթեղը։ Տերևի ձևաբանության մեջ կարևորվում են տերևաթիթեղի, նրա հիմքի և գագաթի ձևը, եզրագծի կտրտվածությունը, ճղավորման բնույթը, գույնը և փայլը, թավոտությունը կամ նրա բացակայությունը և այլ հատկություններ։ Տերևաթիթեղն ամբողջաեզր է, եթե կտրտված չէ, իսկ եթե կտրտված է, կարող է լինել ատամնաեզր։ Ատամներն ունեն նույն երկարությունը, իսկ նրանց արանքի անկյունը սուր է։ Երկակի ատամնաեզր։ Խոշոր ատամների եզրին կան ավելի մանր ատամներ։ Անհամաչափ ատամնաեզր։ Տերևաթիթեղի ատամներն ունեն անհավասար չափեր։ Սղոցաեզր։ Տերևի դեպքում ատամիկի գագաթն ուղղված է տերևաթիթեղի գագաթի կողմը, և ատամի եզրերն ունեն տարբեր երկարություն։ Ներքևինը վերևենից երկար է։
Երկակի սղոցաեզր, տերևի խոշոր ատամների եզրերն գոյանում են ավելի մանր ատամիկներ, իսկ անհավասար սղոցաեզր տերևի ատամներն ունեն անհավասար չափեր։ Բլթակավոր տերևաթիթեղի դեպքում տերևաեզրի ելուստները բութ են, իսկ նրանց արանքները սուր։ Ալիքաձև տերևի տերևաեզրի գալարներն ու ակոսները բութ են, իսկ ակոսաձև տերևների ելուստները սուր են, նրանց արանքի ակոսները բութ։ Ըստ ընդհանուր ուրվագծի տերևները ևս բազմաձև են։ Եթե լայն մասը տերևի հիմքում է, իսկ տերևաթիթեղի երկարությունը 1,5-ից 2 անգամ գերազանցում է լայնությանը, ապա տերևաթիթեղը համարվում է ձվաձև։ Լայն ձվաձև տերևաթիթեղի դեպքում նրա երկարությունը մի քիչ գերազանցում է լայնությանը, իսկ նեղ ձվաձևի դեպքում 3-ից 4 անգամ։ Եթե տերևաթիթեղի առավել լայն մասը ավելի մոտ է գտնվում գագաթին, տերևը համապատասխանաբար կոչվում է հակառակ ձվաձև, հակառակ լայն ձվաձև կամ հակառակ նեղ ձվաձև։ Կլոր օվալաձև և երկարավուն տերևաթիթեղների առավել լայն մասը գտնվում է նրա միջին մասում։ Կլոր տերևաթիթեղի լայնությունը հավասար է երկարությանը, օվալաձև տերևի երկարությունը գերազանցում է լայնությանը 1,5-ից 2 անգամ, իսկ երկարավուն տերևներինը 3-ից 4 անգամ։ Տերևը գծաձև է, եթե նրա երկարությունը 5 և ավելի անգամ գերազանցում է լայնությանը։ Հանդիպում է տերևաթիթեղի բազմաթիվ այլ ձևեր։ Տերևների ձևի իմացությունը կարևոր է բույսերի նկարագրության, ճանաչման և որոշման համար։ Տերևները ցողունի վրա առաջանում են վերընթաց ուղղությամբ, ինչպես արդեն նշվել է, տերևի ցողունին միանալու մասը կոչվում է հանգույց։ Երկու հանգույցների միջև գտնվում է միջհանգույցը։ Տերևի և նրանից վեր գտնվող միջհանգույցի միջև անկյունը կոչվում է տերևածոց կամ տերևանյութ։ Ընձյուղի գագաթում գտնվում է գագաթային բողբոջը, իսկ տերևանյութերում տերևանյութային բողբոջները։ Տերևների և արմատների վրա զարգանում են հավելյալ բողբոջներ։ Եթե ցողունի հանգույցից դուրս է գալիս մեկ տերև և տերևները ցողունի վրա դասավորված են հաջորդաբար պարուրաձև, ապա այդպիսի տերևադասավորությունը կոչվում է հերթադիր կամ պարուրաձև։ Հերթադիրն աշորայի, կեչու, արևածաղկի, շան մասրենու տերևներ է։ Եթե մեկ հանգույցից ելնում են երկու տերևներ, որոնք հակադիր են, ապա տերևների հակադիր տերևադասավորվածությունն է։ Այդպիսին են եղրևանու, հասմիկի, թխկու, խուլ եղինջի տերևները։ Եթե հանգույցից ելնում են 3 կամ ավելի տերևներ, ապա տերևադասավորությունը օղակադիր է։ Դափնեվարդին էլոդեային է բնորոշ։ Տերևների ձևը և արտաքին տեսքը հաճախ հանդիսանում են բույսի տարիքի ցուցանիշներ։ Տերևաթիթեղի վերին և ստորին մակերեսը ծածկված է վերնամաշկով էպիդերմով։ Էպիդերմի բջիջների արտաքին պատերը, հատկապես տերևի վերին մակերեսում, քիչ թե շատ հաստացած են և ներծծված ճարպանման միացություններով, կուտինով և մոմով, որոնք դուրս գալով բջիջների մակերես առաջացնում են կուտիկուլա։ Դա նպաստում է տերևի մակերեսից ջրի կորստի նվազեցմանը։ Էպիդերմի պաշտպանիչ գործառույթը ուժեղանում է նրա վրա մազիկների առաջացման միջոցով։ Տերևամսի մեզոֆիլի բուն ֆոտոսինթեզ կատարող հյուսվածքը գտնվում է վերին էպիդերմի տակ և կոչվում է պալիսեիդային կամ սյունաձև հյուսվածք։ Նրա բջիջները երկարավուն են, ընդ որում երկարությունը 3-ից 20 անգամ գերազանցում է բջիջների լայնությանը։ Այդ բջիջների քլորոպլաստները կլանում են արևի էներգիան, ածխաթթու գազը ներթափանցում է հիմնականում հերձանցքների միջով, ավելի քիչ քանակով տերևաթիթեղի ողջ մակերեսով։ Արմատներով ներծծված ջուրը փոխադրող հյուսվածքով հասնում են տերևի քլորոֆիլակիր բջիջներ։ Սյունաձև պարենքի մի տակ գտնվում է փուխր դասավորված ավելի կլորավուն բջիջներ, որոնք ևս պարունակում են կանաչ պլաստիդներ, սակայն ավելի քիչ քանակով։ Այս շերտը հարուստ է միջբջջային տարածություններով և կոչվում է սպունգաձև հյուսվածք։ Նրա բջիջների մակերեսից ջուրը գոլորշիանում հասնում է միջբջջային տարածություններ, իսկ հետո հերձանցքներով դուրս է գալիս օդ։ Սովորաբար հերձանցքների առավել մեծ քանակը կենտրոնացած է տերևի ձևաբանորեն ստորին մակերեսին, սակայն կախված էկոլոգիական պայմաններից հերձանցքները զարգանում են նաև տերևաթիթեղի վերին մակերեսին, օրինակ բարձրլեռնային բուսատեսակների մոտ։ Հերձանցքներն իրենցից ներկայացնում են երկու լոբանման բջիջներ, որոնք իրենց գոգավոր մասով ուղղված են մեկը մյուսին գոյացնելով անցք։ Լոբանման բջիջները կոչվում են պարփակող բջիջներ։ Եթե բույսը աճում է ջրային անբավարարության պայմաններում, ապա հերձանցքները փակվում են, քանի որ պարփակող բջիջներն անցքի մասում միանում են և փակում ճեղք։ Մեզոֆիլը բոլոր ուղղություններով անցնում են քսիլեմից և ֆլոեմից բաղկացած փոխադրող խրձերը, որոնք կազմում են տերևի ջղերի հիմքը։ Որպես կանոն, խրձերն անմիջականորեն չեն շփվում մեզոֆիլի հետ, այլ սահմանազատված են նրանից ավելի խոշոր, հաճախ քլորոֆիլի ձուր կարպատող բջիջներով։ Վերջինս ֆունկցիոնալ առումով համապատասխանում են առանցքային օրգանների էնդոդերմին և կարգավորում են նյութերի փոխադրումը։ Տերևի ներքին կառուցվածքը և քլորոֆիլակիր հյուսվածքի առանձնահատկությունները տարբեր են ոչ միայն տարբեր բուսատեսակների, այլև մեկ տեսակի մոտ օնտոգենեզի տարբեր փուլերում։ Տարբերվում են անգամ մեկ բույսի տարբեր ընձյուղների և նույն ընձյուղի տարբեր հանգույցների տերևները։ Մեզոֆիլի դիֆերենցումը սյունաձև և սպունգաձև հյուսվածքների առավել հստակ է արտահայտված լավ լուսավորված արևոտ տեղամասերի բույսերում։ Այն կարող է լիովին բացակայել ստվերում մաճող ստվերասեր բույսերում և ջրի մեջ ընկղված տերևներում։ Նրանց մեզոֆիլը բաղկացած է քիչ թե շատ միանման բջիջներից։ Չորային պայմաններում ապրող բույսերի տերևներն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Այսպես, նրանց սյունաձև պարենքիմը ներկայացված է մի քանի շերտով, ջղերի ցանցը ավելի խիտ է, տերևի միավոր
գլխավոր մակերեսին հերձանցքների քանակն ավելի շատ է, իսկ նրանց չափերը ավելի փոքր։ Տերևաթիթեղի եզրերը փաթաթված են դեպի ներս, այն կրում է բազմաթիվ մազիկներ, տրիխոմներ, հաճախ դա մահացած մազիկներն են լցված օդով, նրանք անդրադարձնում են արևի ճառագայթները։ Հերձանցքները հաճախ ավելի խորն են ընկած էպիդերմի մյուս բջիջների համեմատ և պատված են ծածկող մազիկներով, ինչը նվազեցնում է տրանսպիրացիան։ Տերևի էպիդերմը ունի հաստ կուտիկուլա, մոմաշերտ։ Քսերոֆիտ բույսերին բնորոշ է նաև ավելի լավ զարգացած մեխանիկական հյուսվածքը, որն ապահովում է տերևի ձևի պահպանումը, երբ բջիջների տուրգորային ճնշումը ընկնում է կամ երբ ջրի մուտքը բավարար չէ։ Եթե բույսերն աճում են թթվասնի անբավարարության պայմաններում, տերևներում լավ զարգացած են միջբջջային տարածությունները։ Տերևաթիթեղը բոլոր ուղղություններով հատվում է ջղերով։ Տերևի ջղը փոխադրող խրձերի և նրանց շրջապատող հյուսվածքների ամբողջությունն է։ Խրձերը փակ կոլատերալ տիպի են։ Նրանցում քսիլեմը գտնվում է վերևում, իսկ ֆլոեմը քսիլեմի տակ։ Խրձերի ջուր փոխադրող տարրերով տերև է մտնում ջուրը և նրանում լուծված հանքային աղերը, իսկ մաղանոմա խողովակներով արտահոսում են տերևում սինթեզված օրգանական միացությունները։ Տերևի փոխադրող հյուսվածքը սահմանազատված է մեզոֆիլի բջիջներից և միջբջջային տարածություններից իրար կիփարող, խրձերն արպատող բջիջների շերտով։ Այն համապատասխանում է առանցքային օրգանների էնդոդերմին, կատարում է ֆիզիոլոգիական պատնեշի դեր և կարգավորում է նյութերի տեղաշարժը։ Գոյություն ունեն տերևի ջղավորության մի քանի ձևեր։ Պարզ ջղավորության դեպքում տերևաթիթեղով անցնում է միայն մեկ ջիղ, այն բնորոշ է մամբրանոմաներին, գետնամուշկամնոմաներին, ներկայացուցիչներին, մերկասեր մեծ փշատերևներին, ծածկասերմ բույսերից օրինակ էլոդեային։ Դիխոտոմիկ ջղավորության դեպքում տերևաթիթեղը հատվում է եղանաձև երկատված ջղերով, որոնք զուրկ են ջղերն իրար կապող հատվածներից, անաստամոզներից։ Դիխոտոմիկ ջղավորություն ունեն որոշ պտերանոմաները, ինչպես նաև ռելիկտային, մերկասերմ, երկրբլթակավոր գինկոն։ Երկշաքելավոր բույսերին հիմնականում բնորոշ է ցանցաձև ջղավորությունը, որի դեպքում ջղերը ջղավորվելով և միանալով իրար առաջացնում են խիտ ցանց։ Ցանցաձև ջղավորությունը կարող է լինել փետրաձև և մատնաձև։ Առաջին դեպքում տերևակոթունից տերևաթիթեղ է անցնում առաջին կարգի մեկ խոշոր ջիղ, որից ելնում են կողային փետրաձև դասավորված երկրորդ կարգի ավելի բարակ ջղերը։ Նրանք իրենց հերթին առաջացնում են ջղերի ավելի մանր կողային ջղավորումներ։ Արդյունքում առաջանում է փետրաձև ջղավորության խիտ ցանց։ Այն բնորոշ է կաղնու, լորենու, կեչու, խնձորենու, խատուտիկին, դառնուկին և այլն։ Միաշաքելավոր բույսերից փետրաձև ջղավորություն ունեն ադամաթզենին և ագրավա աչքը։ Ցանցաձև ջղավորության այլ տարբերակ է մատնաձև ջղավորությունը, որի դեպքում տերևակոթունից տերևաթիթեղ է մտնում առաջին կարգի մատնաձև դասավորված մի քանի խոշոր ջղեր։ Նրանք առաջացնում են ավելի մանր ջղավորումների ցանց։ Մատնաձև ջղավորություն ունեն թխկին, սոսին, գայլաթաթը, մռամոշին, բեգոնիայի տեսակները։ Այսպիսով, դիխոտոմիկ ջղավորության հետ համեմատած ցանցաձևի դեպքում տերևաթիթեղի կենդանի հյուսվածքն ավելի արդյունավետ է մատակարարվում սննդանյութերով։ Չնայած երկշաքելավոր բույսերին բնորոշ է ցանցաձև ջղավորությունը, եզան, լեզուն, ջղախոտը կազմում է բացառություն, նրա տերևաթիթեղը աղեղնաջիղ է։ Աղեղնաջիղ տերևներում, որոնք բնորոշ է միաշաքելավոր բույսերին, ջղերը տերևաթիթեղի հիմքից աղեղների նման ձգվում են նորից միանալով գագաթում։ Նշված տիպի ջղավորություն ունեն հովտաշուշանը, օձաբույսը, սինդրիկը, վարդակակաչը։ Միաշաքելավոր բույսերի մյուս մասին բնորոշ են զուգահեռաջիղ տերևներ, որոնց ջղերը դասավորված են իրար զուգահեռ։ Հացածքիների զուգահեռաջիղ են ցորենը, աշորան, գարին, եգիպտացորենը։ Այդպիսին է նաև բոշխերի, սոխի ջղավորությունը։ Եվ աղեղնաջիղ և զուգահեռաջիղ տերևներում ջղերը սովորաբար կապված են միմյանց հետ անաստամոզներով։ Տերևաթափ։ Տերևաթափը սեզոնային գործընթաց է։ Տերևաթափվող բազմամյա բույսերն ամեն տարի վեգետացիայի համար անբարենպաստ սեզոնին տերևաթափվում են։ Տերևները մահանում են և ընկնում։ Արևադարձային շրջաններում դա կապված է տարվա 4 ժամանակաշրջանի, իսկ հյուսիսային կիսագնդում ցուրտ եղանակի հետ։ Բարեխառն լայնություններում ջերմաստիճանի անկումը հանգեցնում է նրան, որ ջուրը դառնում է բույսի համար քիչ մատչելի, դժվարանում են ֆոտոսինթեզը և տրանսպիրացիան։ Աշնանը տերևները ծերանում են, դա արտահայտվում է նրանով, որ բջիջների թաղանթներում մեծ քանակով հանքային միացություններ են կուտակվում։ Քլորոպլաստների ներքին մեմբրանային բարդ համակարգը և քլորոֆիլը քայքայվում են, դրա հետևանքով տերևները դեղնում և կարմրում են, քանի որ կանաչ գունակն այլևս չի քողարկում մյուս գունակների գույնը։ Ծերացած տերևներից պլաստիկ նյութերը առհոսում են դեպի բույսի ավելի երիտասարդ օրգանների հյուսվածքները։ Տերևների աստիճանական ծերացումը ավարտվում է տերևակոթունի հիմքի մասում հատուկ անջատիչ շերտի գոյացումով, որը բաղկացած է հեշտությամբ շերտավորվող պարենքիմից։ Անջատիչ շերտը կարծես հատում է տերևակոթունի հիմքը, ընդ որում ապա տերևասպիի մակերեսին նախապես առաջանում է խցանի պաշտպանիչ շերտ։ Սովորաբար տերևը որոշ ժամանակ կապած է մնում տերևահետքերով, այնուհետև տերևի սեփական ծանրության և քամու ազդեցության ներքո տերևահետքերը պոկվում են և տերևն ընկնում է։
Որպես կանոն, միաշաքիլավոր բույսեր և երկշաքիլավոր խոտաբույսերն անջատիչ շերտ չեն առաջացնում, նրանց տերևները մահանում և աստիճանաբար քայքայվում են մնալով ցողունի վրա։ Տերևաթափը ֆիզիոլոգիապես ռիթմիկ և օրինաչափ երևույթ է։ Ձմռան ցուրտ պայմաններում տերևաթափի միջոցով բույսի գոլորշիացնող մակերեսի կտրուկ կրճատումն ունի կարևոր նշանակություն։ Քանի որ պաշտպանում է ծառը չորանալուց, բացի դրանից կարևոր է, որ ճյուղերն ազատվում են ավելորդ քաշից, քանի որ ձյան բեռն արդեն իսկ մեծ ծանրություն է սաղարթի համար։ Թափված տերևները լավ պարտանյութ են, օրգանական և հանքային։ Բացի դրանից, խաշամը պահպանում է ծառի արմատները սառչելուց, ստրատիֆիկացնում է թափված սերմերը։ Տերևաթափից հետո մերկացած ընձյուղներն այնուամենայնիվ շարունակում են տրանսպիրացիան, հատկապես երիտասարդ միամյա ընձյուղները։ Մշտադալար բույս հասկացությունը պայմանական է, քանի որ այս բույսերի տերևները թափվում են աստիճանաբար, նրանք թվում են մշտադալար։ Ընդ որում նոր տերևները ձևավորվում են, երբ հին տերևները դեռ չեն թափվել։ Մերձարևադարձային գոտում աճող թեյի, նիմվենու, ցիտրուսայինների, մագնոլիայի տերևներն ապրում են 1 կամ մի քանի տարի, որից հետո թափվում են։ Տունդրայի, տայգայի և բարեխառն գոտու բույսերից մշտադալար են առաջին հերթին փշատերևները, բացի կվենուց, իսկ ծածկասերմ բույսերից կարմիր հապալասանին, հավամրգազգենի ընտանիքի ներկայացուցիչներն են։ Տերևը կարող է ձևափոխվել և վերածվել բեղիկի։ Բեղիկ կարող է դառնալ ողջ տերևը կամ միայն տերևաթիթեղը, ինչպես տափոլոռի դեպքում։ Բարդ տերևի մասերը։ Տերևակոթունները երբեմն ձևափոխվում են, առաջացնելով կեղծ տերևաթիթեղներ, ֆիլոդիումներ, ինչպես ավստրալիական ֆիլոդիական ակացիաները։ Այդպիսի ֆիլոդիումների վրա երբեմն զարգանում են իսկական փետրավոր տերևաթիթեղներ։ Տերևները կարող են ձևափոխվել, գոյացնելով փշեր, ինչը բնորոշ է օրինակ կակտուսներին կամ կծոխուրին։ Փշերը կարող են վերածվել նաև տերևակիցների, ինչպես կեղծ ակացիայի ցաքու դառնուկի դեպքում։ Գազի որոշ տեսակների բարդ տերևների կոթունները տերևիկների թափվելուց հետո փայտանում են, դառնալով երկար ասեղներ։ Երբեմն տերևի ոչ մեծ հատվածները դառնում են ծակող փշանման ատամիկներ։ Միջատակեր բույսերի տերևաթիթեղը վերածվել է որսող ապարատի։ Վեներայի ճանճորսի տերևաթիթեղը ներկայացված է զգայուն ատամիկներով հագեցած երկու թիթեղներով։ Երբ միջատը հպվում է այդ ատամիկներին, երկբլթանի թիթեղը փակվում է, միջատը հայտնում է թակարդում և արտազատվող ֆերմենտացիայով մարսվում է։ Սափորատունկի տերևակոթունը վերափոխվել է որսող սափորիկի, որի վրա տերևաթիթեղը խոփիկի նման թեքված է։ Սափորիկի եզրերը նեկտար են արտադրում, գրավում միջատներին, ներսից նրա պատերը շատ սոթլիկ են, իսկ հատակում կան բազմաթիվ գեղձիկներ, որոնք զոհի և ֆելոն պես արտադրում են մարսողական լուծույթ։ Խորշաբույսը ջրային բույս է, որի ստորջրյա տերևների մի մասը վերածվել է որսող ապարատի։ Այդ տերևներից ձեռք են բերել բշտերի տեսք, նրանք ունեն հատուկ անցք, որի ետևում կա փակող կափարիչ փական։ Հենց որ միջատների թրթուրները, մանր խեցգետինները կամ ինֆուզորիաները հպվում են անցքը շրջապատող զգայուն մազիկներին, վերջիններս փոխանցում են գրգիռն անցքի ներսի կողմում գտնվող փականին, այն անմիջապես բացվում է, ներս քաշելով մանր կենդանուն։ Դրանից հետո կափարիչը անմիջապես փակվում է, քանի որ ներխուժած ջուրը հավասարակշռում է ջրի արտաքին ճնշումը։ Միջատակեր բույսերից են նաև ցողիկը, ալդրովանդան, սարանցենյան։ Յուրացնելով միջատների հյուսվածքները, միջատակեր բույսերը լրացնում են ազոտի պակասը, քանի որ որպես կանոն աճում են ազոտով աղքատ հողերում։ Տերևային թմբիկների առաջացման կարգը յուրաքանչյուր տեսակի ժառանգական հատկություն է։ Հասուն բույսի տերևադասավորությունը նախ և առաջ պայմանավորված է գենետիկական գործոնով, սակայն էականնշանակություն ունեն նաև լուսավորության պայմանները։ Տերևադասավորության վերջնական պատկերը կարող է զգալիորեն տարբերվել նախնականից և ունի խիստ արտահայտված հարմարվողական բնույթ։ Տերևները դասավորվում են այնպես, որ տերևաթիթեղը լինի լուսավորության առավել բարենպաստ պայմաններում։ Աճի ընթացքում տերևակոթունները կարող են թեքվել պտտելով տերևաթիթեղը։ Ցողունն իր աճի ընթացքում ևս կարող է պտտվել սեփական առանցքի շուրջը, ինչպես գայլուկի, քաղցրադառը մորմի դեպքում։ Նկարագրվածի արդյունքում առաջանում է տերևային խճանկար, որն առավել բնորոշ է պլագիոտրոպ սողացող ընձյուղներին, որոնք աճում են երկրի մակերևույթին զուգահեռ և ուղղահայաց աճող բարդակավոր ընձյուղներին։ Տերևային խճանկարի դեպքում բոլոր տերևների թիթեղներն ունեն հորիզոնական դիրք և չեն ստվերում միմյանց։ Առաջանում է մեկ հարթություն, որտեղ չկան բաց ընդհատումներ։ Ավելի մանր տերևները գրավում են մեծ տերևների արանքները։ Այս երևույթի գլխավոր գործոնը լույսն է։ Օրգանի միակողմանի լուսավորման դեպքում սովորաբար ավելի ուժգին է աճում նրա ստվերացված կողմը։ Եթե դա կոթուն է, ապա այն թեքվում է լույսի կողմը, թեքելով նաև տերևաթիթեղը։ Մեկ բույսի տերևների բազմազանությունը կոչվում է հետերոֆիլիա կամ տարատերևություն։ Առավել հաճախ այն պայմանավորված է էկոլոգիական պայմաններով։ Լավ արտահայտված է ջրային բույսերի մոտ, օրինակ նետատերևի, ջրակարոսի, գորտնուկի և այլն, որոնք ունեն և սուզված, և վերջերյա ընձյուղներ։ Նշված բույսերի ստորջրյա տերևները ժապավենանման են կամ թրանման, վերջերյա տերևներն ամբողջաեզր են կամ մասնատված։ Անատոմիական կառուցվածքով այդ երկու տիպի տերևները բավականին տարբերվում են։ Ավստրալիայում տարածված ֆիլոդիական ակացիաները բավարար խոնավության պայմաններում, օրինակ ջերմոցում, ձևավորում են բարդ, երկփետրավոր տերևներ, որոնք ունեն նուրբ տերևիկներ։
Այդպիսի տերևներ ունեն նաև զարգացող ծիլերը, սակայն հետագայում խիստ չորային պայմաններում հաջորդ տերևների տերևաթիթեղն ապաճում է, իսկ օդունը տափակում և իր վրա է վերցնում ֆոտոսինթեզի գործառույթը։ Ցամաքային բույսերի տարատերևությունը բնորոշ է եփրատյան բարդուն, նրա երկար ընձյուղները կրում են գծային, իսկ կարճ ընձյուղները՝ ձվաձև և էլիպսաձև տերևներ։ Հետերոֆիլիան լավ արտահայտված է նաև հնդկական հացածառի մոտ։ Անիզոֆիլիա է կոչվում ընձյուղի նույն հանգույցի տերևների հակադիր կամ օղակադիր տերևադասավորության դեպքում ձևի և չափերի տարբերությունը։ Առավել հաճախ անիզոֆիլիան դիտվում է պլագիոտրոֆ ընձյուղների մոտ և պայմանավորված է երկրձգողական ուժով, ինչպես նաև ընձյուղի ստորին և վերի մակերեսների տարբեր լուսավորությամբ։ Անիզոֆիլիան բնորոշ է օրինակ պտերիանոմանների ներկայացուցիչ լողացող սալվինիային։ Նրա յուրաքանչյուր հանգույցից ելնում են 3 տերևներ, որոնցից 2-ն ամբողջական են և լողում են ջրի մակերեսին, իսկ երրորդը սուզվում է ջրի մեջ։ Մասնատված է թելանման հատվածների, որոնք կրում են մազիկներ։ Սուզված տերևները կատարում են արմատների գործառույթը՝ ներծծելով ջուրը և նրանում լուծված հանքային աղերը։